Այո։ Thank Այո, Բարև ձեզ սիրելի գործընկերներ, շատ շնորհակալ ենք, որ ժամանակ գտաք միանալու մեր այս կարևոր հանդիպմանը։ Զանգակ հրատարակչությունը մեր ամբողջ թիմը սիրով ձեզ ողջունում է։ Ես Անի Հարությունյանն եմ, ուսումնական ծրագրերի ղեկավարը։ Սիրով ներկայացնենք մեր այսօրվա հանդիպման օրակարգը եւ անցնենք բուն քննարկմանը։ Այսօր մենք ողջունում ենք ձեզ Այբենարան, Մարիենի 1, Մարիենի 4 դասագրքերի հեղինակների եւ այդ դասագրքերի շուրջ մեծ ծավալով աշխատանք կատարած զանգակյան թիմի հետ։ Ձեր թույլտվությամբ ներկայացնեմ մեր հանդիպման օրակարգը եւ կառուցվածքը եւ այնուհետեւ սկսենք բուն քննարկումը։ Բացման խոսքով իհարկե հանդես կգա մեր հարգարժան պարոն Մկրտչյանը, մեր զանգակ հրատարակչության գլխավոր տնօրեն, ում բոլորդ հրաշալի ճանաչում եք։ Այնուհետ շատ կարճ հակիրճ խոսքերով հանդես կգան մեր հեղինակները եւ իհարկե մեր ստեղծագործական թիմից մեկը կամ երկու հոգի, ովքեր կներկայացնեն ընդհանրապես մեր դասագրքերի ձևավորման շուրջ կատարված աշխատանքի շատ նուրբ երանգներ, որպեսզի պատկերացնենք, թե որքան մանրակրկիտ եւ մեծ ջանք է գործադրված այս դասագրքերի ստեղծման հարցում։ Հիմա եւ իհարկե դրանից հետո սիրով կլսենք ձեր հարցերը, բայց խնդրանք է լինելու, որպեսզի քանի որ քանակապես շատ ենք, հարցերը գրենք զրուցարանում եւ փորձենք իհարկե բոլոր հարցերին հնարավորինս պատասխանել, բայց շտապ եմ ասել, որ այս հանդիպումը մեզանում ուղղակի ներածական բնույթ է կրում, այսինքն բացի այս հանդիպումը մենք եւս ունենալու ենք առիթ խոսելու դասագրքերի մասին ավելի մանրամասն, թիրախավորելով այս կամ այն առանձնահատկությունը, այնպես որ եթե ինչ-որ մի հարց ինչ-որ մի պարագայում մնա այս փուլի համար գուցե թե ոչ այնքան բարձրորոշված, այնուամենայնիվ վստահ եղեք, որ բոլոր հարցերին դուք ունենալու եք ձեր լիարժեք եւ սպառիչ պատասխանները։ Սա պարզապես ներածական հանդիպում, մեկնարկային կետն է մեր երկար ճանապարհին ընդառաջ, որը տևելու է իհարկե բնականաբար ուսումնական տարվա ընթացքում եւս եւ բոլոր տեսակի մտահոգությունները, հարցերը, բարձրաբանումները ունենալու են իրենց հանգուցալուծումը։ Հիմա ձեր թույլտվությամբ խոսքը փոխանցեմ մեր պարոն Մկրտչյանին։ Պարոն Մկրտչյան, խնդրեմ, սիրով լսում ենք ձեզ։ Շնորհակալություն։ Ես էլ ողջունում եմ բոլորիդ։ Կրկին մենք բարև ձեզ, բարև ձեզ։ Կրկին միասին ենք ու դեռ շատ երկար ճանապարհ են գնալու միասին։ Ուղղակի հիմա մեր ճանապարհները շատ ավելի բազմազան են դարձել ու տարբեր իմաստներով խաչվում են իրար հետ։ Զանգակը այս տարի ուրեմն առաջի դասարանի համար եւ ընդհանրապես տարական դպրոցների համար նախապատրաստեց մոտորապես 5 դասագիրք, 5 առարկայի դասագրքեր ավելի ճիշտ։ Հիմա մենք այսօր խոսելու ենք Այբենարանի մասին, Մայրենի առաջի դասարանի մասին, խոսելու ենք Մայրենի 4-րդ դասարանի մասին, կամ մյուս օրը չգիտեմ, հավանաբար վաղն են նախատեսել եղեք խոսենք մաթեմատիկայի մասին, հետո խոսելու ենք երաժշտության մասին, կերպարվեստի մասին եւ այլն։ Եվ առաջիկայում մենք նաև նախապատրաստում ենք մյուս բոլոր առարկաները, այնպես որ զանգակյան ծրագիրը հետեւյալն է, որ տարական դպրոցը հատկապես ամբողջապես կարողանանք սպասարկել։ Եթե մենք փորձենք, որ բոլոր առարկաների գծով կամ մեծամասնության գծով դասագրքեր ստեղծելու համապատասխան օժանդակ ձեռնարկներ, կարծում եմ ուսուցիչների աշխատանքը շատ ավելի կհեշտանա, որովհետև գործ կունենան մեկ ընդհանուր ձեռագրի հետ։ Մենք փորձում ենք, որ բոլոր դասագրքերը բերենք մեկ ձեռագրի, այսինքն մեկ կառուցվածքի եւ այնպեսին, որ եթե աշակերտը արդեն ծանոթ է մաթեմատիկայի ենթադրենք դասագրքի կառուցվածքին, իր համար հեշտ անցումը հեշտ լինի դեպի Մայրենի, դեպի երաժշտություն, դեպի կերպարվեստ եւ այլ եւ այլ։ Ճիշտ է, բովանդակության բնույթով տարբերվում են առարկաները, բայց բոլոր դեպքերում դասագրքերի ստեղծման ձեռագրերը նույնն են։ Դասագրքերի ստեղծման հիմքում ընկած են նույն գաղափարական հենքերը։ Ես այսօր մի փոքր ուղղակի ուզում եմ խոսել այն գաղափարական հենքերի մասին, այն առանձնահատկությունների մասին, որ ունի այս տարվա զանգակյան դասագրքերը։ Բոլոր դեպքերում մենք փորձում ենք գնալ դեպի
առօրյա եւ տեսնել առօրյայում ինչ խնդիրներ կա եւ այդ խնդիրները փորձում ենք կապել նաեւ մեր անցած տարիների դասագրքերի եւ կրթական համակարգում տեղ ունեցող գործընթացների հետ։ Եվ եթե մենք ինչ որ չափով այսօր դժգոհում ենք մեր առօրյայից, դժգոհում ենք մեր հարաբերություններից, միջանձնային հարաբերություններից եւ այլն, կարծես թե ես որպես զանգակի տնօրեն գիտակցում եմ, ոչ թե կարծես թե այլ ուղիղ գիտակցում եմ մեր մեծ մեղքի չափաբաժինը, որ այո, նաև եթե այսօր շատ մարդիկ իրար չեն հասկանում, շատ մարդիկ մեր հանրության մեջ իրար չեն հանդուրժում, դրա բուն պատճառներից մեկը հենց նաև մեր դասագիրքն է, որ մենք չկարողացանք դասագրքերի միջոցով կրթության տալ այնպիսի գործիքներ, այնպիսի մոտեցումներ, որ չգայինք հասնենք այսօրվա վիճակին։ Եվ ես կարծում եմ, եթե նույն ձևով, նույն տեմպով շարունակենք առանց որևէ փոփոխության, մի 5-10 տարի հետո մեր հանրության վիճակը շատ ավելի վատ կլինի, շատ ավելի անհանդուրժող կլինեն, շատ ավելի իրար չհասկացող կլինեն, քան այսօրը։ Հետևաբար փորձեցինք մենք վերլուծել, տեսնել որն է այն կարևոր հենքը, որ պիտի փոխենք դասագրքերի մեջ։ Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ մեզ մոտ Հայաստանում վերջին տասնամյակներում հիմնականում տեղագտել եսը եւ իմը։ Մենք մերը դարձրել ենք իմը, եսը փոխել ենք մենքը դարձրել ենք ես։ Այսինքն ու ոչ միայն մենք ենք դարել, այլ ամբողջ աշխարհում տեղի ունեցել կրթական ոլորտում սա, որ բերել ենք դեպի եսակենտրոն ուսուցում, անունը դրել ենք երևի աշակերտակենտրոն, բայց հիմնականում շեշտը դրել ենք եսերի վրա, ես, իմը, իմ հայրենիքը, իմ միջավայրը, իմ ընտանիքը եւ բոլորի համար դարձել են իմը, որը բերել է մեզ հասցրել ու աշխարհին հասցրել այս վիճակին։ Հիմա աշխարհը կառավարում են ովքեր, անհատ մարդիկ, եսերն են։ Այդ եսերը եկել է կրթությունից, բայց եթե հիշում եք մի ժամանակ, այդ եսը չկար, մենք էինք եւ մերն էր։ Հիմա ես մի օրինակ, բարձ օրինակ բերեմ։ Եթե այս մատիտը պատկանում է ինձ, ես ասում եմ սա իմ մատիտն է, ուրեմն ինչ ուզեմ կարող եմ անել իմ մատիտի հետ, կարող եմ հիմա կոտրել, դեն գցել։ Բայց եթե խոսում ենք մերի մասին, որ այս մատիտը իմը չի, այս մատիտը մերն է, հետեւաբար ես չեմ կարող այս մատիտը կոտրել։ Ես պիտի հաշվի նստեմ բոլոր այն մարդկանց հետ, ում պատկանում է այս մատիտը։ Եթե մենք խոսում ենք մեր հայրենիքի մասին, եթե ես ասում եմ սա իմ հայրենիքն է, նշանակում ինչ ուզեմ կարող եմ անել իմ հայրենիքի հետ։ Կարող եմ կոտրել, դեն գցել։ Ինչ ուզեմ, բայց եթե խոսում ենք մեր հայրենիքի մասին, ես չեմ կարող իմ ցանկացած որոշումը առանց բոլորի կարծիք հաշվի առնելու որևէ որոշում կայացնեմ։ Ես իմ որոշումների մեջ պիտի միանշանակ կողմնորոշվեմ, իմ որոշումները պիտի կողմնորոշված լինեն մերով, այն բոլոր մարդկանցով, ում պատկանում է այդ հայրենիքը։ Հիմա մենք այս տարի փորձել ենք մեր դասագրքերի մեջ ինչքան հնարավոր է փախնել, հեռանալ եսից, ինչքան հնարավոր է իմից դուրս գալ եւ իմը դարձնել մերը, որպեսզի մեր ընտանեկան գաղափարները, համընտանեկան գաղափարները, մոտեցումները ավելի գնա դեպի մերին, դեպի այն ժամանակաշրջանին, որ մենք ապրել ենք եւ այդ մերը մեզ համար իրականում շատ մեծ դերակատարում է ունեցել։ Ես չգիտեմ ինչքանով հասկանալի դարձրեցի իմ միտքը ձեզ, բայց մեր նոր դասագրքերի հենքը հենց սրա վրա է կառուցված, հիմքում դրված է այս գաղափարախոսությունը, որ պիտի այսուհետ ինչքան հնարավոր է գնանք դեպի մերին եւ մենքին։ Այդ գաղափարախոսությունը դրված է եւ մաթեմատիկայի դասագրքերի մեջ, եւ մայրենի դասագրքերի մեջ, եւ մենք աշխատենք, որ դրան ավելի շատ մոտենանք դրան եւ ավելի շատ այդ փոփոխությունները մտցնենք։ Իհարկե, դա մեր պետական չափորոշիչներում էլ է այդպես։ Գրված է իմ հայրենիքը, իմ ընտանիքը եւ այլն։ Ես բացարձակապես չեմ նսեմացնում իմի դերը կամ եսի դերը, ընդհակառակը ավելի գլխավոր եմ համարում։ Բայց մենք պիտի գնանք հասնենք նրան, որ աշակերտը ցանկացած որոշում, ցանկացած տարիքում ինչ որոշում որ նա փորձում է կայացնել, այս բաժակը պիտի ստեղից վերցնի դնի ստեղ, այո, պիտի համար մեկը ինքը հաշվի առնի իր անձին, պիտի դա բխի իր անձի շահից, այս գիտակցում ենք բոլորս, բայց համար երկրորդը պիտի բխի
ընտանիքի շահից, այսինքն ինքը հաշվետու է նաև ընտանիքի առաջ իր կատարած ամեն մի որոշման համար։ Հետո դպրոցի առաջ է հաշվետու, հետո համայնքի առաջ, ազգի առաջ եւ ի վերջո աշխարհի առաջ։ Այսինքն մենքի առաջ եւ իր որոշումները պիտի բխի թե հենց այդ մենքի գիտակցումից։ Սա զուտ գաղափարական հենքի մասին մեր դասագրքերի։ Հիմա մյուսը ձեռագրերի մասին խոսեցինք, ասեցի, որ փորձում ենք դասագրքերը, չգիտեմ ինչքանով հաջողվել, բայց տարիների ընթացքում մենք այդ փորձը ավելի կուժեղացնենք, որ դասագրքերը գան դեպի նույն ձեռագիր ու ավելի հեշտ լինի այդ դասագրքերից օգտվելը։ Եվ կհասնենք իհարկե դրան, հիմա նորից եմ կրկնում, մենք արդեն ունենք 5 առարկայի դասագիրք, որոնք գործում են տարական դասարաններում եւ դրանք առանցքային առարկաներն են, որոնք են ձևավորվել են այդ սերունդին։ Ես կուզեմ, որ եթե դուք ասենք ընտրել եք ենթարենք մաթեմատիկայի դասագիրքը կամ մայրենի դասագիրքը, մյուս դասագրքերն էլ ընտրեք, որպեսզի մոտեցումը ամբողջական լինի եւ կարողանաք մենք է կարողանանք ձեր հետ աշխատել, դուք էլ կարողանաք մեր հետ աշխատել, որտեղ մի քիչ դժվար կլինի մի գիրքը, մի հրատարակություն, մի այլ հրատարակությունից այլ դասագիրք եւ այլը եւ աշխատանքը դժվար կլինի եւ մոտեցումները եւ այլը։ Այս իմաստով կարծում եմ ձեզ համար շատ շահեկան կլինի, որ ընտրեք որևէ մի հրատարակության դասագրքեր եւ առաջնորդվեք այդ դասագրքերով։ Դա հիմա կլինի զանգակի դասագրքերը, թե մի ուրիշ հրատարակության դասագրքեր, կարևոր չի։ Կարևորը նա է, որ եթե հնարավոր է ընտրել նույն հրատարակության դասագրքերը, ընտրեք նույն հրատարակության դասագրքերը անկախ առարկանից։ Այն եթե հիմա կարող եք արդեն այդ հղուման հարցը եթե վերջացրեցինք, համեցեք ձեր խոսքը, խնդրեմ։ Շնորհակալ եմ շատ նախ հնարավորության համար եւ այսպես ակտիվության համար, սիրելի գործընկերներ, իհարկե լինել դասագրքաստեղծ թիմի անդամ եւ հաճելի է եւ հետաքրքիր է եւ շատ պարտավորեցնող եւ այս պահին ավելի շատ կուզեմ խոսել ծրագրից, առաջին դասարանի ծրագրից։ Եթե ուսումնասիրել եք, գիտեք, որ առաջին դասարանի ծրագիրը ընդհանրապես չունի ժամային բաշխում եւ այնտեղ ուղղակի չկա մեթոդիկա։ Բոլոր այն հարցերը, որ այս վերջին ընթացքում գրում են, չգիտեմ, հանդիպումների ժամանակ տրվում են, հիմնականում վերաբերում են նրան, որ օրինակ ուղեցույցում բաշխումը, չգիտեմ, կարող է մեզ հարմար չէ, ասեմ, որ ուղեցույցի բաշխումը օրինակելի է զուտ, դուք դրա հիման վրա կարող եք ստեղծել ձերը այնպես, ինչպես ձեզ է հարմար, որովհետև ծրագիրը հնարավորինս այսպես ազատ է թողել ուսուցչին իր գործունեության մեջ եւ դուք կարող եք օրինակ, եթե նկատում եք, որ այբենարանում նախայբենական շրջանի տևողությունը ձեզ չի բավարարում, դուք ուզում եք ավելի երկար նախայբենական շրջան ունենալ, դուք կարող եք դա անել, բնականաբար ձեր թեմատիկ պլանը կազմելիս եւ նախայբենական շրջանին տրամադրել ոչ թե 2 շաբաթ, 3 շաբաթ կամ 1 շաբաթ, այլ ավելի երկար, ինչպես նախկինում էր։ Անմիջապես գալիս է հաջորդ հարցը, բա ինչ անել այդ ընթացքում, եթե այբենարանի էջեր օրինակ չեն տալիս հնարավորություն, ուղղակի ասեմ սկզբունքը այբենարանի կառուցման, այն ստեղծված է հնարավորինս այսպես կապը պահելով երեխայի առօրյա կյանքի հետ, հետևաբար բոլոր այն թեմաները, որ դուք ցանկանաք քննարկել երեխաների հետ, պիտի բխեն իրենց կյանքից ու այբենարանի էջերը ուղղակի ձեզ տալիս են հուշումներ, օրինակ եթե այնտեղ գրված է ես օգնական եմ, դա չի նշանակում, որ պետք է կանգ առնել եւ կենտրոնանալ այբենարանի նկարի վրա։ Դա նշանակում է, որ պետք է հասկանալ մոտավորապես ինչի մասին կարելի է խոսել ու տանել երեխայի կյանք եւ այն պատմությունները, որ պետք է պատմվեն դասարանում, պետք է լինեն երեխաների կյանքից օրինակներ, թե իսկ իրենք ինչով են զբաղվում, ինչ պարտականություններ ունեն, ինչպես են օգնում իրենց ընտանիքի անդամների եւ այլն։ Հաջորդ մեծ հարցը, որը տարիներ շարունակ տվել են ուսուցիչները եւ անհանգստություն են ունեցել, վերաբերում է այբենական շրջանին եւ թե ինչպես տարերին ճիշտ այսպես ժամեր բաշխել, որպեսզի երեխաները կարողանան ավելի այսպես արդյունավետ եւ առանց վազելու տարերը ճանաչել ու քանի որ նախայբենական շրջանը տեղաշարժելու հնարավորություն ունեք, ինչպես նաեւ հետայբենական շրջանը, դուք կարող եք այբենական շրջանին ավելի շատ ժամեր տրամադրել, որովհետեւ ծրագիրը ընդամենը 2 բաժին ունի՝ գրաճանաչություն եւ ընթերցանություն։ Հետևաբար, ինչքան արագ ձեզ հաջողվի տարուսություն իրականացնել, ինչքան արագ դուք կկարողանաք երեխաների հետ անցնել այսպես ամբողջ այբուբենի վրայով եւ արագ կարդալ սովորել,
Հետևաբար ընթերցանության շրջանին ավելի երկար ժամանակ կմնա եւ դուք կկարողանաք մայրենի 1 դասագրքով ավելի արդյունավետ աշխատել։ Հարց է հնչում նաև, իսկ ինչու են այստեղ գրված պահանջներ այբենարանում, այնտեղ տառեր կան բառերի մեջ, որ երեխաները չեն անցել, բա որ չեն անցել, ծանոթ չեն, ինչպես են կարդալու, բոլոր այն դեպքերում, երբ որ դուք տեսնում եք բառապատկերն ամբողջությամբ, անպայման դրա վերևում կա նկարը, նշանակում է, ինչպես նախկինում նկարը հուշում էր, որ երեխան այսպես կոչված կարդա բառը, քան որ վանդակներ էին, տառ չկար, այսինքն նկարով էր երեխան առաջնորդվում, հիմա շատ ավելի լավ, կա եւ նկարը, կա եւ բառապատկերը, վանդակների բաժանված եւ այլն, եւ կան այն տառերը, որոնք կազմում են այդ բառը։ Իսկն այն երեխաները, որոնք արդեն տառը ճանաչ կգան դպրոց, իրենք կարող են տառերով կարդալ, այն երեխաները, որոնք տառերը չեն ճանաչում, նկար իրենց կհուշի, թե դա որ բառն է։ Այսինքն վանդակ կլինի դատարկ, թե այդ վանդակը լիքը կլինի տառով, բնականաբար ինչքան արագ եւ շատ տեսնեն իրենք այդ տառերը, կան արագ կճանաչեն բոլոր տառերը։ Այնպես որ անհանգստանալու որևէ առիթ կարծում եմ չկա, իհարկե մենք ձեր հարցերից էլ կհասկանանք, թե ինչն է ձեզ մտահոգում եւ մեր հաջորդ հանդիպումները կկառուցենք ձեր այդ հարցերի վրա։ Ուղղակի այս պահին ուզում եմ ասել, որ այբենարանը մի այսպիսի անցման փուլ պետք է հանդիսանա, որպեսզի մենք արագ անցում կատարենք ընթերցանությանը, որտեղ փորձը ցույց է տալիս, որ ընթերցանության շրջանը, եթե շատ կարճ է լինում առաջին դասարանում, օրինակ 1 ամիս սովորաբար, ապրիլի վերջից մինչև մայիսի վերջ, դե մայիսի վերջն էլ համարյա թե դասեր չեն լինում, փորձը ցույց է տալիս, որ հիմա երեխաները համարյա դպրոց չեն էլ գնում այս շաբաթ, այսինքն կիսատ ամիսը եւ ժամերը չեն հերիքում, 1 ամիս, 1.5 ամսվա մեջ երեխաները չեն հասցնում կարդալու կարողություն ձևավորել եւ ամռանը հասցնում են շատ արագ մոռանալ այդ տառերը։ Իսկ եթե ընթերցանության նյութեր էլ հանձնարարում ենք, ստացվում է, որ երեխայի կարդալու կարողության զարգացումը մնում է ամառային արձակուրդին, ծնողների ուսերին։ Այնպես որ սիրելի գործընկերներ, համար 1 սկզբունքը առաջին դասարանի զանգակյան դասագրքերի այն է, որ մենք իհարկե այբենարանը կարևորում ենք եւ արագ այսպես անցում կատարելով այբուբենի բոլոր տառերի վրայով եւ գործնական աշխատանքների միջոցով յուրացնելով տառերը, կարող ենք ժամանակ ունենալ ավելի հիմնավոր կանգ առնելու մայրենի 1-ի վրա եւ այն վերլուծական աշխատանքները, ստեղծագործական աշխատանքները, որոնք ընթերցանությանը զուգահեռ պետք է երեխաները անեն, իսկ դասագիրքը տալիս է այդ հնարավորությունը, ավելի շատ ժամանակ ունենան եւ երեխաները առաջին դասարանը կավարտեն մի քիչ ավելի ամուր ընթերցողական կարողություններով։ Շնորհակալ եմ իմ ժամանակը այս պահի համար, գիտեմ, որ սահմանափակ ես մի քիչ էլ չարաշահեցի, հուսամ հարցերով ավելի կվերհանենք սկզբունքները դասագրքերի։ Շնորհակալ եմ։ Շատ շնորհակալություն Տիկին Բալայն կարևոր եւ գործնական շեշտադրումների համար։ Հիմա սիրով լսենք մեր մյուս հեղինակին Տիկին Չիբուխչյանին։ Մենք ձեր հարցերը տեսնում ենք, ձեր ողջունի խոսքերը տեսնում ենք, շատ շնորհակալություն ամենին կանդրադառնանք, բայց հեղինակների խոսքից հետո։ Լսում ենք ձեզ սիրով, Տիկին Չիբուխչյան, համեցեք։ Բարի օր, հարգելի գործընկերներ, շատ ուրախ եմ այսօր գտնվել այստեղ եւ ողջունել։ Ինձ համար իրականում մեծ պատիվ է լինել այս հրաշալի թիմի անդամ, հանդես գալ որպես այս դասագրքերի համահեղինակ, բայց առավել կարևոր է, որ այստեղ եմ որպես գործող ուսուցիչ։ Մեկը, ով ունի նույն դժվարությունները, հարցերը եւ սպասումները, ինչ դուք։ Նշեմ, որ այս դասագրքը իրոք ստեղծվել է այն մտայնությամբ, որ այն ծառայի ուսուցչին ու աշակերտին, եւ մեր նպատակը եղել է ոչ միայն բովանդակային հագեցվածություն ապահովել, այլև ստեղծել գործիք, որը կյանքի է կոչվում հենց ձեր ջանքերով, մեր ջանքերով յուրաքանչյուր դասի ժամանակ։ Անպայման ուզում եմ նշել, որ ինքս էլ այս ուսումնական տարում դասավանդելու եմ առաջին դասարանում, այսինքն առաջինը կարծես թե ես եմ փորձարկելու այս դասագրքերը այբենարանը եւ մայրենի 1-ը։ Ինչպես արդեն նշեցին իմ հարգելի գործընկերները, այո, դասագիրքը գրված է զանգակյան հայեցակարգով, ինչպես մայրենի 1-ը, այբենարանը, այնպես էլ մայրենի 4-ը, ես այստեղ հանդես եմ գալիս որպես մայրենի 1-ի եւ մայրենի 4-ի համահեղինակ, ուղղակի մի փոքր շեշտադրեմ մայրենի 1-ի առանձնահատկությունները, որովհետև ըստ իս ես արդեն այստեղ խոսեմ որպես գործող ուսուցիչ, ես իրոք շատ ոգևորված եմ այդ առանձնահատկություններից ու նորամուծություններից եւ
անհամբեր սպասում եմ սեպտեմբերի 1-ին, հա մի քիչ կարող է այսպես բան թվա, բայց իրոք այդպես է, որովհետև անհամբեր սպասում եմ, որ դարձի։ Մայրենի 1-ը էլի 6 թեմաներից է բաղկացած, չափորոշչային, այն 6 մեծ թեմատիկ խմբերից, եւ այստեղ մեկ-երկու շեշտադրում անեմ ժամանակը չչարաշահելով։ Նշեմ, որ յուրաքանչյուր դասանյութի կամ այսպես միավորի ուսումնասիրման սկզբում դրված է վերնագիր, որը ոչ թե տեքստի վերնագիրն է, այլ այն վերնագիրն է, որը անցնելու է այն ուսումնական նյութերի ամբողջական վերնագիրն է, որը կարմիր թելի նման անցնելու է տվյալ միավորի ուսումնասիրման ժամանակ։ Եվ ամենակարևոր նորամուծությունը, որ ես շատ հավանում եմ, դա խոսող պարանն է, ինչպես նշեց պարոն Մկրտչյանը, Տիկին Գյուլամիրյանը, այո, եւ Բալայանը, այստեղ գաղափարախոսությունը մի փոքր այսպես ավելի խտացված է եւ արժեքային համակարգին ավելի մեծ տեղ է տրված եւ հենց այդ խոսող պարան ենք մենք անունը դրել, այդ խոսող պարանը հենց միտված է դրան, որովհետեւ յուրաքանչյուր դասանյութի ուսումնասիրում սկսվում է մեկնարկը տրվում է խոսող պարանի միջոցով, որի վրա կախված են այսպես կոչված թերթիկների վրա արժեքային համակարգին միտված բառեր, որոնք դառնալու են երեխաների սեփականությունը։ Եվ ուսուցիչը այդ մեկնարկը տալով մի շարք հետաքրքիր մեթոդներ եւ հնարներ գործածելով, որոնք անպայման տեղ կգտնեն մեր ուսուցչի ձեռնարկում, բոլոր այդ մեթոդները, հնարները, թե ինչպես կարելի է այդ արժեքային համակարգին միտված բառերը դարձնել երեխայի սեփականությունը, անպայման տեղ կգտնեն դաս առ դաս պլանավորման ժամանակ։ Եվ անպայման վերջում նորից անդրադառնում ենք այդ բառերին, եթե հենց հիմա դուք կարող եք բացել Մայրենի 1 դասագիրքը եւ հավաստիանալ դրանում, օրինակ հենց առաջին էջում նշված են հետեւյալ բառերը՝ տառ, այբուբեն, ընտանիք, սեր, հարգանք, հոգատար, եւ երեխաները այդ բառերը ուսումնասիրելով իհարկե ուսուցչի օգնությամբ եւ ուսուցչի հատուկ խաղային մեթոդների եւ հնարների միջոցով կարող են դարձնել իրենց սեփականությունը, իրենց ոչ միայն որպես բառ, այլ որպես դրանց իմաստը ընկալող եւ այդ բառերը գործածող երեխաներ։ Երևի այսքանը ես շատ են կարևորում մեր թիմը ձեր փորձը, արձագանքները, դիտարկումները, դուք եք այն մարդիկ, մենք ենք, ես ձեզնից մեկն եմ, մենք ենք այն մարդիկ, ովքեր իրականում տեսնում են, թե ինչն է աշխատում եւ ինչը կարելի է բարելավել, ավելի լավը դարձնել, ուստի ձեր դիտարկումները շատ արժեքավոր կլինեն բոլորիս համար։ Շատ շնորհակալություն Տիկին Չիբուխչյան, այնքան գեղեցիկ է, որ յուրաքանչյուրի խոսքը փոխ լրացնում է նախորդին եւ ըստ էության պատկերը շատ ավելի ամբողջանում է հիմա։ Հեղինակային եզրափակիչ խոսքով սիրով Տիկին Գալստյան համեցեք, ձեզ լսենք եւ անցնենք մեր հաջորդ փուլին։ Խնդրեմ։ Անի ջան, Այո, սիրով լսում ենք ձեզ, համեցեք։ բարև ձեզ։ Ես Այբինարյանը եւ ուղեցույցը ստեղծող աշխատանքային խմբին միացել եմ որպես տարրական դպրոցի ուսուցչուհի։ Աշխատում եմ Հայրապետ Հայրապետյանի անվան համար 78 հիմնական դպրոցում։ Այս տարի աշխատելու եմ մեր Այբինարյանում, նոր ունեմ առաջին դասարան։ Գրքերը ստեղծելիս աշխատել ենք սիրով, հաշվի ենք առել ոչ միայն մեր տարիների փորձը, դժվարությունները, այլև այբինարյանագիտության պատմական զարգացումը։ Մեր այբինարյանը ստեղծված է հնչյունային մեթոդով, ուսուցումը իրականացվում է հետաքրքրաշարժ աշակերտակենտրոն հնարներով։ Պատրաստ ենք, ես ինքս հենց պատրաստ եմ բոլորին աջակցելու, օգնելու, շնորհակալություն լսելու համար եւ սեպտեմբերի 1-ից կարծում եմ բոլորիդ հետ միասին կսկսենք աշխատանքը եւ փոխադարձ կապի մեջ կլինենք բոլորիդ հետ միասին։ Շնորհակալություն Անի ջան։ Շատ շնորհակալություն Տիկին Գալստյան։ Դասագրքերի բովանդակային կարծվածքային առանձնահատկությունների մասին ըստ էության պատկերացում կազմեցինք, բայց որպեսզի այլ ավելի ամբողջանա առհասարակ տպավորությունը մեր ստեղծած դասագրքերից, սիրով կցանկանամ խոսքը փոխանցել մեր
Շնորհաշատ, տաղանդաշատ ձևավորողների թիմի անդամներից մեկին, Մերսիելի Նելիին, ով կներկայացնի ձևավորման վերաբերյալ հայեցակարգային որոշ առանձնահատկություններ։ Նելի ջան, սիրով խոսքը փոխանցենք քեզ, համեցիր։ Շնորհակալություն Անի ջան, բարև ձեզ։ Ես Նելին եմ, Մայրենի առաջին, երրորդ եւ չորրորդ դասարանների դասագրքերի դիզայները։ Կցանկանամ մի փոքր խոսել դասագրքերի մասին, արդեն դիզայնի տեսանկյունից։ Դասագրքերն ունեն կոնցեպտուալ ձևավորում, որը բխում է ինչպես բովանդակությունից, այնպես զանգակում տարիներ շարունակ մշակված հայեցակարգից։ Ձևավորումը խաղարկային է, Մայրենի առաջին դասարան դասագրքին հատկապես այս մոտեցումը թույլ է տալիս կատարել այսպես մեղմ անցում մանկական գրքերից դեպի դասագրքեր, այսպես չվախեցնելով երեխաներին, ինչպես արդեն Տիկին Գյուլամիրան նշեց, պատկերները բավականին մեղմ գունավորում ունեն, ժամանակակից են, համահունչ են եւ փորձում են օգնել հասկանալու եւ ըմբռնելու ինչպես գրվածքները, այնպես էլ շատ տեղերում նաեւ վարժությունները եւ առաջադրանքները։ Դասագրքերը ունեն տարածական, այսպես թեմատիկ ձևավորում, այս ամբողջ ձևավորումը պտտվում է հորինված գրված քաղաքի շուրջ, դրա քարտեզին դուք կարող եք ծանոթանալ չորրորդ դասարանի դասագրքում, չնայած առաջի դասարանից ի վեր ակնարկներ կան, օրինակ ցուցանակների տեսքով կամ ինչ որ քաղաքի էլ ինչ որ մաս կազմող տարբեր դիզայներական տարրերի միջոցով։ Բացի այդ դասագրքերում ամեն ինչ այսպես պտտվում է քաղաքային միջավայրում, այնտեղ անգամ պայմանանշանների ազդեցությունը, այսպես ասած, տարածվում է մի պայմանանշանից մինչև մյուսի հայտ գալը, ինչպես օրինակ ճանապարհային նշաններն են, ճանապարհատրանսպորտային։ Իսկ պայմանանշաններում հենց մեր զանգակյան դասագրքերի հենց նոր հերոսներն են, պտպտիկն ու մտմտիկը, հենց այս ջրարջուկներն են մեզ հուշում, որ տվյալ վարժություններում ինչ պետք է անել, պետք է հետազոտել, թե դրանք զուտ նպատակային խոսք են, նպատակային խոսքի համար են ծառայում կամ նմանատիպ տարբեր բաներ։ Ուզում եմ պարտադիր նշել, որ դասագրքերի համար նաև նկարահանվել են տեսահոլովակներ այս հերոսների մասնակցությամբ, երրորդ դասարանում ավելի կարճ էին, իսկ չորրորդ դասարանում արդեն նկարահանվել է 6 բավականին ծավալուն տեսահոլովակներ, դրանք երեխաները կարող են ինչպես առանձին դիտել, որպես այդպես հավելյալ նյութ, որտեղ խոսվում է տարբեր արժեքներ ունեցող երևույթների, իրավիճակների մասին, իսկ դասագրքում կան նաև դրանց վերաբերող տարբեր վարժություններ, որոնք որ ավելի ամրապնդում են երեխայի գիտելիքները։ Նկարազարդումների մասին էլ կուզեի անպայման խոսել, քանի որ այդտեղ նկարազարդումները շատ այսպես բարի կերպարներ ունեն, կերպարներում նաև չարաճճի երեխաներ կան, երեխաներ, որոնք ուրախանում են, կամ տխրում են, կամ սխալվում են, ինչը որ բնորոշ է նման տարիքի եւ ոչ միայն երեխաներին։ Բացվածքների մասին էլ կարելի է խոսել, քանի որ բոլոր հնարավոր տեղերում պահպանված է այսպես բացվածքային ձևավորում, այսինքն էլի չմոռանանք վերադառնանք էլի մանկական գրքերին նկարազարդ, որտեղ նկարազարդումը հենց միայն տեքստի սկզբում կամ վերջում չէ, այլ կարող է ընդգրկել ամբողջ երկու էջը եւ այսպես շարունակական բնույթ կրել։ Թերևս այսքանը, եթե ինչ-որ հարցեր լինեն ձևավորման հետ կապված, անպայման պատասխանենք։ Նելի ջան, շատ շնորհակալություն հետաքրքիր ներկայացնել, մանրամասն եւ հետաքրքիր ներկայացման համար։
Սիրելի գործընկերներ, այս գրքերի ներկայացման մասը թերևս կարող ենք այս փուլի համար ավարտին համարել։ Մենք տեսնում ենք, որ կան ահագին գրված հարցեր, բայց մինչ հարցերի փուլին մոտենալը մի փոքրիկ միջանկյալ զեղում մեր անակնկալներից մեկի մասին, որ Զանգակ հրատարակությունը պատրաստել է ամառվան ընդառաջ, քանի որ գիտենք, որ բոլոր ուսուցիչները իրենց աշակերտներին տարրական դպրոցի հատկապես աշակերտներին հանձնարարում են գրքացանկեր, այս առումով մենք ունենք օգնական ուժ իդեմս մեր ամառային ընթերցանության նախագծի, որի մասին սիրով կցանկանամ, որ մեր գայանեն հանրային կապերի մասնագետ Գանե Ավդալյանը 2 րոպե ներկայացնի, թե այն ինչ երենից ենթադրում եւ ձեր ժամանակը հուսամ, որ կլինի այսպես ընթացիկ առումով շատ հետաքրքիր։ Եթե դեմ չեք, սա հիմա լսենք Գանեի խոսքը եւ այնուհետ սիրով կպատասխանենք ձեզ ուզող բոլոր հարցերին։ Գանե ջան, եթե այստեղ ես համեցիր, խնդրեմ։ Գանե ջան, այստեղ ես։ Ողջույն բոլորին, հիմա 1 վայրկյան ես փորձեմ, ահա, ողջույն բոլորին, Գանե ջան, մենք քո ձայնը կարծես թե դեռ չենք լսում։ Գայանե, լսում ես։ Մինչ Գանեն կմիանա, ես մի փոքր առաջ գնամ եւ նշեմ նաեւ, որ մենք մեկ այլ անակնկալ ունենք մայիսի 31-ին եւ 1-ին Զանգակ գրատունը կազմակերպում է գրքի փառատոն անգլիական այգում։ Վստահ եմ շատերը դրա մասին լսել եք, ծանոթ եք, քանի որ առաջին տարին չէ, որ իրականացնում ենք։ Այնպես որ սիրով հրավիրում ենք ձեզ անգլիական այգի մայիսի 31-ին եւ 1-ին, որտեղ կա ներկայացումների բովանդակային առումով շատ հետաքրքիր փաթեթ է ձեզ մատուցվելու, լինելու ընդհանրական ներկայացումներ, երաժշտական ընդմիջումներ, անակնկալներ, խաղեր երեխաների համար, մուտքը ազատ է, ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ բովանդակային առումով մեր Facebook-յան էջում, Զանգակ գրատան Facebook-յան էջում, այնպես որ սիրով սպասում ենք ձեզ մայիսի 31-ին եւ հունիսի 1-ին անգլիական այգում։ Մեր Գայանեին կարծես թե տեխնիկական պատճառներով կիլոմետրից արագություն կարող ես անել։ Շատ ներողություն, Իմացը ինչ դիմանաս։ շատ ներողություն ով այս պահին Անի ջան, միջև Գայանեն միանա, ուղղակի ուզում եմ մի քիչ բովանդակությունից Այո, սիրով պարոն Մկրտչյան, իհարկե։ Քանի որ անդրադարձանք բառապաշարին եւ բառապաշարի շուրջ ընդհանրապես շատ հարցեր են լինում, տարբեր ժամանակներ հնչում են բավականին շատ հարցեր։ Ես ուզում եմ այդ կառուցվածքը ուղղակի շատ համառոտ ներկայացնեմ, որտեղ կառուցվածքը իր առանձնահատկություն ունի մայրենի դասագրքերում, այն ինտեգրված է նաև մաթեմատիկայի դասագրքերում եւ ընդհանրապես մեր բոլոր դասագրքերում։ Բառապաշարի վրա շատ մեծ ուշադրություն է դարձված։ Բառապաշարի շուրջ դասագրքերում, հատկապես մայրենիում 3 ուղղությամբ աշխատանքի կատարում, ավելի ճիշտ 3 փուլով։ Այն բոլոր բառերը, որոնք որ մենք ցանկանում ենք, որ դարձնենք աշակերտի սեփականությունը, դառնան նրա բառապաշարի մի մասը, դրանց հետ մինչ ստեղծագործությունը անցնելը կատարում ենք որոշակի աշխատանք։ Այսինքն ծանոթացնում ենք, ենթադրելով որ դրանք աշակերտի համար անծանոթ բառեր են, ծանոթացնում ենք այդ բառերին մինչև ստեղծագործությունը ընթերցելը։ Ծանոթացնում ենք այդ բառերի հետ որոշակի աշխատանքներ ենք կատարում, նախադասություններ ենք կազմում եւ այլն, տարբեր նախադասությունների մեջ փորձում ենք դրանք օգտագործել, որպեսզի ինքը դրա իմաստը հասկանա եւ ստեղծագործությունը ընթերցելուց արդեն իրան այդ բառերը ոնց որ ծանոթ բառեր են եւ հանգիստ կարդա եւ անցնի առաջ։ Այս մեկ աշխատանք։ Իհարկե այդ բառերի հետ նաև կատարում ենք եւ ստեղծագործություն ընթերցելու ընթացքում աշխատանք եւ ընթերցելուց հետո աշխատանք, որպեսզի ամրապնդվի եւ այդ բառը դառնա իր սեփականությունը։ Մյուս բառի տեսակը, որ եթե ասենք ստեղծագործությունն է եւ այն կարգի մի բառը, որ անծանոթ բառ է, բայց այդքան պարտադիր չի որ դառնա աշակերտի համար
սեփականություն, իր բառապաշարի մեջ դա անդադար օգտագործի, զուտ իմաստը պետք է հասկանա, որպեսզի ստեղծագործությունը հասկանա, դրա հետ կապված աշխատանքը տալիս ենք հենց ստեղծագործության մոտ, որ ուղղակի կարդա իմանա ինչա նշանակում անցնի առաջ առանց դրա հետ լուրջ աշխատանք կատարելու։ Եվ իհարկե ստեղծագործությունից հետո այն բոլոր բառերը, որոնք ուզում ենք, որ կրկին եմ ասում, ամրապնդենք եւ դառնա նրա զուտ բառապաշարի մի մասը։ Այս նույն աշխատանքը կատարում է նաև մաթեմատիկայում։ Դուք ծանոթ եք մաթեմատիկայի դասագրքերին, արդեն բլոկավորված որ կա բառապաշարի բլոկ։ Այդ բառապաշարի բլոկում դրվում է այն բոլոր մաթեմատիկական եզրույթները, որոնք հետո պիտի աշակերտը անցնի կամ պիտի կրկնի։ Եվ դրա շուրջ կատարում է բանավոր աշխատանք։ Դուք գիտեք, որ բանավոր աշխատանքի ժամանակ, երբ որ մենք այդ եզրույթները օգտագործում ենք, գրեթե մենք տեսականորեն նորից անդրադառնում ենք այդ նյութերին եւ ինքը ավելի լավ է ընկալում այդ բառի իմաստը կամ եզրույթի իմաստը եւ կարողանում է միշտ օգտագործել իր բառապաշարի մեջ։ Այսքան ես կուզեի ասել բառապաշարի, որովհետեւ շատ ժամանակ հարցեր առաջանում, թե ինչու 3 տարբեր բլոկներով 3 տարբեր մասերում են այդ բառերը, ես ասեմ, որ մեր կոնցեպտը հենց այդպեսին է։ Նույնն նաև մյուս առարկաների մեջ, ասենք պատմությունը, եզրույթները հանում ենք դուրս, ինչ տեղեկատվական տեքստը կարդալը, այդ եզրույթների հետ ծանոթացնում ենք աշակերտներին, որպեսզի տեղեկատվական տեքստը կարդալուց արդեն նորից դուրս չգա թեմայից, գնա, չգիտեմ, այդ բառը հասկանա եւ նորից վերադառնա թեմայի մեջ, ուղղակի նախապես ծանոթացնում ենք այդ բառերի շուրջ աշխատանք ենք կազմակերպում, հետո գալիս ենք սկսում ենք կարդալ տեղեկատվական տեքստը, որը ավելի հանգիստ է ընթերցում եւ ավելի հասկանալի է դառնում նրա համար։ Այսքան բառապաշարի շուրջ։ Շատ լավ, շատ շնորհակալություն պարոն Մկրտչյան։ Քանի որ հարցերի քանակը ավելանում է, մեր միջանկյալ փուլը անենք մեր գանեն արդեն միացել է եւ անցնենք արդեն հարցերի լուսաբանմանը եւ ըստ դրա արդեն կմոտենանք մեր հանդիպման այսօրվա ավարտին։ Գանե ջան, հուսամ արդեն տեխնիկական խնդիրները լուծվել են եւ սիրով հիմա լսենք քեզ։ Այ հիմա բարև ձեզ։ Ուրախ եմ այս հարթակում ձեզ ողջունելու համար, շնորհակալ եմ Անի սիրելիս։ Շատ ուրախ եմ հանրային կապերի անունից ձեզ ողջունելու եւ առաջիկա ամառային ընթերցանություն 2025-ի մասին, որպես բացառիկ առաջին ունկնդիրներ ձեզ հայտնելու։ Մեկնարկում է ամառային ընթերցանություն 2025-ը եւ այս տարի ինչու հատկապես հենց այս վեբինարի շրջանակում ուզեցինք տեղեկացնել այս մասին, որովհետեւ այս տարի մեր այս դինամիկ հետաքրքիր գրքաշատ միջոցառումը ստեղծել է միջոցառումների այս շարքին զուգընթաց ուսուցիչների համար նախատեսված ուղեցույց, որը եկող շաբաթվանից կարող եք գտնել արդեն մեր գործընկեր գրախանութներում, հետևելով ամառային ընթերցանության էջին կարող եք տեսնել գործընկերների ցանկը։ Այն ուսուցիչներն, ովքեր առաջին անգամ են ամառային ընթերցանության մասին լսում, ուզում ենք ասել, որ ամառային ընթերցանությունը 6-ից 13 տարեկան երեխաների ընթերցասերների համար է նախատեսված եւ 3 ամիս շարունակ գնելով ամբողջ գրքացանկից ընդամենը 1 գիրք զանգակյան գրքացանկից իրենք կարող են դառնալ եռամսյա այս նախագծի մասնակից եւ 3 ամիս շարունակ անվճար փոխանակել եւ կարդալ 40 եւ ավելի գիրք, որոնք տեղ են գտել նաեւ ուղեցույցում։ Այս ուղեցույցը նախատեսված է ուսուցչի եւ ծնողի համար ինչպես ընկերանալ գրքի հետ, այստեղ խորհուրդներ են եւ մենք միանշանակ վստահ ենք, որ մեր ուսուցիչները դրանցից շատերը կիրառում են, բայց սա կարծես թե այսպես պարփակ ուղեցույց է, որում նաեւ ամառային ընթերցանության մեր մանկապատանեկան ծրագրի մասին ինֆորմացիա եւ տեղեկատվություն կգտնեք։ 6-ից 13 տարեկան երեխաները կարող են կարդալ եւ փոխանակել անվճար 40 եւ ավելի գիրք, մասնակցել բազմաբնույթ միջոցառումների, որոնց թեմատիկան դուրս է բերվել հենց դասագրքերից եւ հենց այն արժեհամակարգերից, որոնք սահմանում է այս պահին կրթությունը։ Այստեղ կգտնեք նաեւ գրքացանկը ամառային ընթերցանության, որը մի փոքր կթեթևացնի ուսուցչի հոգսը եւ նաեւ այդ գրքացանկին զուգահեռ ուղեցույցում կգտնեք ինչպես աշխատել այն գրքերի հետ, որոնք երեխաները արդեն կարդացել են, երբ իրենք կվերադառնան սեպտեմբերին, այնպես որ այս ուղեցույցը on-line տարբերակով Անին կխնդրենք շուտով նաև PDF-ը տեղադրի, հասանելի կլինի եւ կլինի նաև գրախանութներում եկող շաբաթվանից կարող եք մոտենալ, անվճար վերցնել եւ օգտվել եւ ձեր երեխաներին ձեր
աշակերտներին խրախուսել մասնակցել մրցույթին, որովհետև մրցույթի ավարտին գուցե հենց ձեր աշակերտները դառնան հաղթողներ եւ ձեր դպրոց բերեն մեր գրատնակի գրքերը։ Գրատնակները նույնպես կսպասեն գրախանութներում մեր գործընկեր, որտեղ երեխաները կարող են փոխանակել այդ գրքերը եւ կարդալ 3 ամիսների ընթացքում։ Չչարաշահենք ձեր համբերությունը, եթե հարցեր կլինեն, սիրով կսպասեմ ձեր հարցերին եւ ամառային ընթերցանության էջում ամեն մանրամասներ կարող եք գտնել նախագծի վերաբերյալ։ Շնորհակալ եմ։ Սա շնորհակալություն Գարանե ջան։ Երեխեք ջան, ես ուզում եի ներողություն Անի ջան, ուզում եի նաև ավելացնել հետևյալը, քանի որ Գարանեն ներկայացրեց համառային ընթերցանություն ծրագիրը, ես հիշեցի ուղղակի, որ նաև պետք է մեր սիրելի ուսուցիչներին տեղյակ պահենք, որ մենք ունենալու ենք Այբենարանի կից 2 տետեր, ունենալու ենք Մայրենիիկից առաջի դասարանի համար եւս 2 տետեր եւ ունենալու ենք լրացուցիչ ընթերցանությունների ձեռնարկ առաջի դասարանի համար, երկրորդ, երրորդ, չորրորդ դասարանի համար, որտեղ անդադար ուսուցիչները ուզում են այդ լրացուցիչ ընթերցանությունների ձեռնարկները եւ ունենալու ենք նաեւ երրորդ դասարանի համար արդեն ունենք, դուք օգտագործում եք չորրորդ դասարանի համար կունենանք նաեւ աշխատանքային տետեր, ամփոփիչ գրավոր աշխատանքների տետրեր եւ հայտարարիչ թեստերի ժողովածուներ։ Մեր խոսքով այս ամբողջը մենք նախապատրաստում ենք եւ օգոստոսի երևի երկրորդ կեսին արդեն կլինեն հասանելի դրանք ձեզ համար։ Շատ շնորհակալություն պարոն Մկրտչյան, թերևս արդեն անցում կատարենք հարցերի բարձրաձայնմանը եւ դրանց պատասխաններին։ Սկզբում ընթերցենք այն ինչ որ արդեն գրված է, այնուհետ ով կցանկանա բանավոր սիրով կլսենք։ Առաջին հարցը, բացի ջերմ բարի խոսքերը, հղված է մեր սիրելի Տիկին Գյուլամիրյանին։ Տիկին Գյուլամիրյան, հարցը այսպիսին է. խնդրում ենք պարզաբանել, որոնք են կարդալու տեսակները։ Օգտվում ենք ձեր մեթոդիկայի գրքից, բայց տարակարծություններ են հնչում։ Համեցեք։ Եթե խնդրեմ կմիացնեք ձեր բարձրախոսը Տիկին Գյուլամիրյան ջան։ Կարծես փոխավ, լսեցիք։ Այո, համ։ Շնորհակալություն հարցի համար։ Ճիշտ ասած, ես չեմ հասկանում, թե ինչ տարակարծության մասին է խոսքը։ Կարդալու տեսակները մենք բոլորս մեր ուսանողները համենայն դեպս ուսումնասիրել ենք դրանք են շարունակելով կարդալը, այս հաջորդականությունը ճիշտ պահպանելով, շարունակելով կարդալը, կանգառներով կամ մեկտաբանելով կարդալը, ընտրովի կարդալը եւ դերերով կարդալը։ Կարդալու տեսակները սրանք են։ Հիմնական տեսակները, որոնք կիրառվում են մայրենի դասերի ընթացքում։ Ես չգիտեմ ինչ տարակարծություն կարող է առաջանալ, սրանք բոլորը կիրառում են ուսուցիչները ու շատ արդյունավետ են կարդալու որակական հատկանիշների ձևավորման գործընթացում։ Դրանցից յուրաքանչյուրը նպաստում է կարդալու մի քանի որակի ձևավորմանը։ Եթե բավարար է, մեթոդիկայի գրքում ես շատ մանրամասն տվել եմ այդ տեսակները եւ ուսանողները շատ լավ պատկերացնում են։ Եթե կարելի է ես մի հարցել ինձ ուղղված էր կարդացի, Անի ջան, ես պատասխանեմ։ Համեցեք, իհարկե։ Այո, ուրեմն մի այսպիսի հարց հնչեց, որ Այբենանում բառերը շատ քիչ են, յուրաքանչյուր տառի էջում դրված բառերը շատ քիչ են եւ այդ դեպքում ինչպես կարդալ սովորեցնել։ Գիտեք, ոչ մի Այբենանում բառերը շատ չեն կարդալու համար, որովհետեւ միշտ էլ ավելին պիտի կարդա աշակերտը, քան Այբենանի տվյալ էջում տրված բառերն են։ Բայց պիտի շատ կարևորել մի բան, նախ մի քիչ առաջ անցնեմ նախայբենական շրջանում, պիտի շատ կարևորել այն խնդիրները, որոնք դրված են ըստ ծրագրի, ըստ չափորոշիչների, եւ դրանց մեջ առաջնայինը կապակցված խոսքի զարգացումն է։ Բոլոր ուսումնասիրություններով հիմնավորվել է, որ այն երեխաները, այն սովորողները, որոնք ունեն հարուստ բառապաշար, բանավոր կապակցված լավ խոսք, նրանք շատ ավելի հեշտ են սովորում կարդալ, ընդհանրապես կարդալ, որովհետեւ հանդիպում են իրենց ծանոթ բառերին, իսկ նրանց բառապաշարը հարուստ է այդ դեպքում, ու այդ ծանոթ բառերը մենք բոլորս էլ միշտ ավելի հեշտ ենք կարդում, չէ՞ քան անծանոթ բառերը։ Հետևաբար նախ պիտի հարստացնել սովորողների բառապաշարը, կապակցված խոսք կառուցելու կարողությունը, հետո դա շատ ավելի հեշտ կդարձնի նոր բառեր կարդալու կարողության զարգացումը։ Եվ Այբենարանը ասեմ, որ կարդալու կարողության զարգացման միակ գործիքը չէ։ Այբենարանը ընդամենը այն միակ է այն իմաստով, որ բոլորի ձեռքին նույնն է։
բայց կարդալ սովորեցնում են ոչ միայն այբենանի բառերով։ Մեթոդիկայից հայտնի է, որ եթե աշակերտը ինքը կազմում է բառը եւ ինքը կարդում է, շատ ավելի հեշտ է սովորում կարդալ եւ այլևս այդ բառի պատկերը չի մոռանում, ինքը շատ ճիշտ կարդում է, քան եթե անընդհատ պատրաստի բառեր ենք տալիս գրքով ու նրանք պիտի կարդան։ Դա շատ հեշտ անգիր են սովորում ու անգիր ասում են առանց հասկանալու։ Դրա համար տառադանով աշխատանքը շատ կարևոր է եւ այբենանի էջի բառերը նախ պիտի կարդալ սովորեցնել, կազմել տառադանի տառերով, հետո այդ բառերը կարդալ սովորեցնել, հետո նոր բացել այբենարանը եւ այդ նույն բառերին հանդիպել այբենանի էջերում ու կարդալ։ Դրանից հետո կարող են նոր բառեր կազմել, որքան շատ անցնեն տառեր, որքան շատ տառեր են անցնում, այնքան հեշտ է նոր բառ կազմելը։ Հետևաբար մենք կարդալ պիտի սովորեցնենք, կարդալու մոդելը պիտի փոխանցենք։ Այսինքն այբենանի էջերի բառերով միայն կարդալ սովորեցնել, դա սովորեցնելն է։ Անիմաստ է դա։ Ուրեմն հարկավոր է անպայման նոր բառեր կազմել տալ, տառադրանով խաղեր, տառերի խաղերով։ Երեխաները կարդան այդ բառերը ու շատ ավելի հեշտ կսովորեն կարդալ, քան միայն այբենանի վրա հույս դնելով։ Այբենանը իմ աղջիկներ կարդալու միակ միջոցը չէ, կարդալու կարողության ձևավորում, դա ընդհանուր մի գործիք է, որը բոլորը ունեն։ Մնացած դեպքերում մնում է ուսուցիչների ստեղծագործական մոտեցումներին։ Շնորհակալություն։ Եթե ուրիշ հարց կլինի, սիրով։ Շատ շնորհակալություն Տիկին Գյուլիամիրյան։ Եթե կարիքը լինի հավելյալ հարցի սիրով կամ բարձրաձայնեք հիմա կամ խնդրում եմ էլի գրեք։ Այո։ Եվ մենք շարունակենք մեր հարցերի լուսաբանումը, հաջորդը հետևյալն է, կլինեն նոր խաղերի, մեթոդների նմուշներ, մեթոդական ձեռնարկներում։ Սիրելի հեղինակներ, ով կցանկանա այս հարցին պատասխանել, համեցեք։ Եթե թույլ կտաք, այս հարցին անդրադառնամ, բայց ուզում եմ լրացնել նաև շարունակել ընկեր Գյուլամիրյանին, ինչպես արդեն Տիկին Գյուլամիրյանն ասաց, այբենարանը տալիս է ուղղակի աշխատանքի կազմակերպման ձևեր։ Օրինակ, սիրելի գործընկերներ, այբենանի բոլոր էջերում դուք կտեսնեք անհատական տառերի նկարներ, դուք կտեսնեք խորանարդիկների նկարներ, կտեսնեք մեծադիր տառադարան, կտեսնեք տարբեր տեսակի, տարբեր բնույթի խաղեր, եւ դրանք ընդհանրապես հուշում են, որ ամբողջ աշխատանքը գրաճանաչության ուղղված պետք է իրականացվի գործնական, ակտիվ եղանակներով։ Հետևաբար, օրինակ, մի բառ է գրված այբենարանում, երեխաները այդ բառը ստեղծել են իրենց անհատական տառադարաններով կամ խմբային աշխատանքով են ստեղծել սեղանին կամ իրենց անհատական գրատախտակի վրա, իրենք կարող են այդ նույն բառից շատ բառեր գոյացնել, շատ բառեր, սիրում եմ ասել, քամել։ Այդ բառքամոցի խաղը հենց շատ օգնում է, որ երեխաները այդ նույն բառից շատ բառեր կազմեն ու կարդան։ Ստացվում է, որ անցած տարերի շրջանակում երեխաները ավելի շատ բառեր են կազմելու տարբեր խմբերով, անհատական գրատախտակներ օգտագործելով, քան այբենարանում կա։ Ինչ վերաբերում է խաղերին, խաղերի տեսակներին, ասեմ, որ Զանգակ հրատարակչությունը ունի խաղերի տարբեր ձեռնարկներ, տարբեր հեղինակների կողմից ստեղծված, օրինակ 200 խաղը կա, սովորենք խաղալով եւ այլն, եւ այդ խաղերը, որ գրքերում զետեղված են, բաժանված են խմբերի, խորագրեր կան եւ կտեսնեք, որ գրաճանաչության շրջանի համար նախատեսված շատ խաղեր արդեն կան եւ ես, եթե չեմ սխալվում, Զանգակի պահեստում այդ գրքերից դեռ կան եւ կարող եք նաեւ ձեռք բերել։ Ուղեցույցում էլ ասեմ, որ այդ ձեռնարկներից նաև օգտվել ենք եւ ուղեցույցում էլ արդեն զետեղել ենք խաղեր, որոնք հենց բուն գրաճանաչության կազմակերպման համար են կամ առաջին դասարանում օգտագործելու, կիրառելու համար են։ Այսինքն եւ մենք ընտրություն ենք արել, այն ամենաշատ գործածական եւ ամենաարդյունավետ խաղերն ենք զետեղել ուղեցույցում։ Բայց ասեմ, որ եթե ձեզ ավելի շատ խաղեր են պետք, դրանք նույնպես Զանգակը նախապատրաստել է եւ կարող եք նաեւ այդ խաղերից օգտվել։ Շատ շնորհակալություն Տիկին Բալայան։ Անցնենք հաջորդ հարցին, սիրելի գործընկերներ, ինչպես արդեն պարոն Մկրտչյանը եւս նշեց, ուսումնաօժանդակ նյութեր լինելու են, մեր հաջորդ հարցը դրա մասին էր, եւ մյուսը գրաճանաչության շրջանում երկրորդ փուլում ուսուցանվող հնչյուն տառերը կարծես տեղափոխվել են առաջին փուլ։ Արդյոք երեխաները չեն դժվարանա։ Խոսքը է, ովո հնչյունների մասին է։ Համեցեք, սիրով տեսնենք ով է հնչեցնում այս հարցի պատասխանը։
Տիկին Բալան, երևի թե խնդրեմ, որ ձեզ պատասխանեք։ Ես պատասխանեմ, բայց գործընկերները կարող են նաև լրացնել։ Իհարկե։ Ուրեմն, սիրելի գործընկերներ, մենք արդեն կարծես շատ այս վերջին ամիսներին քննարկեցինք այն հարցը, որ տարերի հաջորդականությունը իհարկե կարևոր է եւ մեր այբենարանի ստեղծման ժամանակ էլ մենք այդ հարցը անպայման ուշադրության կենտրոնում պահել ենք, որ այն տարրերը, որոնք ավելի հաճախ են գործածվում եւ ավելի հեշտ են գրվում, ավելի այսպես շուտ երեխաները ծանոթ լինեն եւ կարողանան շատ բառեր կազմել։ Ինչ վերաբերում է կոնկրետ A-ին, երևի ամենամեծ փոփոխությունը դա է, մնացած տարրերի հաջորդականության հետ կապված, որ ասեմ էական տարբերություն դուք կտեսնեք, չէ, հիմնական սկզբունքը պահպանվել է, բայց A տարրի ծանոթանալը հիմնականում մեկ նպատակ է հետապնդում, երեխաները սովորում են կարդալ եւ սովորում են իրենց մտքերը արտահայտել, ոչ թե հրամայական, բացականչական նախադասություններով, շատ կետադրական նշաններով հարուստ, գիտեք, շատ այբենարաններում դրանք եղել են գուցե կան, չգիտեմ, բայց երեխան առաջին հերթին սովորում է կարդալ հաստատական պատմողական նախադասությամբ, ավելի նա սովորում է կազմել այդ նախադասությունները եւ մեծ քանակությամբ նախադասություններ կարդալ։ Մենք ընդհանրապես այդ էջում A-ի էջում 4 նախադասություն ենք դրել։ Սա ընդ որում A-ով սկսվող կամ A պարունակող բառերով, սա, չգիտեմ, էջանշան է, սա էկրան է, սա էշ է եւ այլն, բայց նկար ենք դրել եւ այդ իմացեք նկարի փոխարեն երեխան կարող է շուրջը նայել եւ ցանկացած բան տեսնել եւ ինքը կազմել նախադասություն, տեղադրելով ցանկացած նկար, պարունակող կամ ընդհանրապես որևէ նկար, որ իր ձեռքի տակ կամ այն առարկան, որը ինքը ուզում է անպայման շեշտել։ Այսինքն ընդհանրապես ունենալով 3 տառ S, A եւ E, երեխան կազմում է անթիվ նախադասություններ եւ աստիճանաբար բոլոր տառերի այսպես մուտքի հետ այդ պատմողական նախադասությունը իր կառուցվածքը պահպանում է, շատ կետադրական նշաններ չենք ներմուծում, ուղղագրական արժեք ունեցող բառեր համարյա ամբողջ գրաճանաչության շրջանում երեխան չի հանդիպում եւ կարողանում է կարդալ առանց այդպես ծանրաբեռնելու իրեն։ Ասեմ, որ հարցը, որը կապված էր նաեւ երեխաները այդ տառերը հանդիպում են առաջին փուլում, կարող է հանդիպում են շատ բառերի մեջ այդ տառերը գրված են ոչ հոծ, գրված են շատ փափուկ ավելի, կարծես անտեսանելի, բայց այնինչ երեխայից փորձում ես պահել, երեխան առաջին հերթին դա է ուզում տեսնել։ Հետևաբար մենք անպայման կարևորել ենք կռահելով կարդալու, մի փոքր առաջ անցնելով կարդալու այդ մոտեցումը, ինչը երեխաներին շատ դուր է գալիս, եւ օրինակ երեխային կարծես թե ցույց ենք տալիս, որ ինքը պետք է կարդա այսօր ուսումնասիրած հոծ տառատեսակով գրված տառը, բայց ինքը զուգահեռ կարդում է մյուս տառերը։ Դա պարտադիր չէ այդ փուլում բոլորի համար, բայց մենք ուզենք թե չուզենք, երեխան կարդալու է նաեւ մյուս տառերը։ Հետևաբար, երբ որ մենք հասնենք չգիտեմ, հաջորդաբար տրված տառերին, շատ տառեր երեխայի համար արդեն ծանոթ է լինելու։ Այդ տառերին երեխան ծանոթանում է նաև պահանջները կարդալիս։ Ես տեսա, որ հարց կա նաև այնտեղ փոքրիկ բանաստեղծություններ կան, դա ով է կարդալու։ Ուրեմն գիտենք, որ գալիս են դպրոց երեխաներ, որոնք արդեն կարդալ գիտեն կամ շատ տառերի ծանոթ են, որտեղ մանկապարտեզի ծրագիրը, որ նայում ենք, ավագ խմբում, նախադպրոցական խմբում երեխաները արդեն համարյա բոլոր տառերին ծանոթ են լինում։ Հետևաբար, եթե կան դասարանում նման երեխաներ, դուք էլ լրացուցիչ հոգս չունեք, որ փոքրիկ տեքստեր գտնեք, այդ երեխաներին զբաղեցնեք։ Դուք կարող եք հենց իրենց էլ մասնակից դարձնել, որ հենց իրենք կարդան, բայց շնորհակալություն ձևավորողներին, դիզայներներին, նկարիչներին, որոնք աշխատել են դասագրքերի վրա, շատ հետաքրքիր լուծում է տրված, թե նկատում եք այդ փոքրիկ բանաստեղծությունները, փոքրիկ տեքստերը գրված են կարծես ուսուցչի բլոկնոտի էջերի վրա։ Դա կարծես այսպես պատահաբար հայտնվել է էջում եւ ուսուցիչը բնականաբար ինքը պետք է կարդա, ու երբ որ ուսուցիչը 1-2 անգամ արտահայտիչ կարդում է այդ փոքրիկ բանաստեղծությունները, դրանք շատ փոքր կարճ տողերով են, ու երեխան երբ որ պետք է ընդամենը շրջանակի մեջ վերցնի ուրվագծի այդ
այսօրվա այսպես տառերը, ինքը արդեն մտքում կամա թե ակամա շատ բառեր ասելու է եւ շատ այսպես բանաստեղծական տողերի հանգավորմամբ անդրադառնալու է։ Հետևաբար տպավորություն է լինելու, որ ինքը կարդալով է դա անում։ Այսինքն ինչն է մեր խնդիրը եղել։ Երեխային հնարավորինս մոտեցնել այբուբենի բոլոր տառերին միաժամանակ, կոտրել նրա մեջ վախը եւ այդ շղարշը հանել, որ այբուբենի տառերը գիտի միայն ուսուցիչը եւ երբ որ ուսուցիչը հարմար կգտնի, այդ օրն էլ ես այդ տառերին կծանոթանամ, կտեսնեմ։ Շատ լավ, մենք հաջորդաբար այդ տառերը անցնում ենք, բայց որևէ խնդիր չկա, որ երեխան այդ տառերը տեսնի հենց այդ նպատակի մեջ։ Իսկ ինչի համար ենք տառերը սովորում, որ կարդա այսպիսի փոքրիկ բանաստեղծություններ, որ կարդա պահանջ, որ չգիտեմ բառեր կազմի եւ այլն, այսինքն մինչեւ տվյալ տառին անցնելը ուսումնասիրելը երեխան այդ բոլոր տառերի հետ աշխատանք է անում եւ հավատացնում եմ ձեզ, հենց դրա համար էլ իրենց տատիկ պապիկները, մայրիկ հայրիկները ասել են, որ դու դպրոց ես գնում, որ տառերը սովորես, կարդալ գրել սովորես, հետեւաբար ինչքան ձգում ենք այդ շրջան, ինչքան երեխան ուշ է տառերին հանդիպում, այդքան մի տեսակ այն հավեսը, որ եկել եմ առաջին դասարան կարդալ գրել սովորելու, իսկապես դուք էլ հավանաբար վստահաբար գիտեմ, առնչվել եք դրան, անընդհատ հարց են տալիս, բա երբ ենք կարդալ գրել սովորելու, բա երբ ենք տառերը ճանաչելու, այնպես որ մենք կարծես լուծում ենք բոլոր երեխաների հարցը, ովքեր կարդալ գրել գիտեն արդեն, ունեն իրենց անելիք այ բենարանի էջերում, ովքեր որոշ տառերի են ծանոթ կարող են օգնել իրենց ընկերներին, իսկ ովքեր ընդհանրապես որևէ տառի քիչ հավանական է, բայց որևէ տառ ծանոթ չեն, իրենք էլ իրենց տեմպին, իրենց կարողությանը համապատասխան աշխատանքներ կգտնեն բենարանի էջերում։ Կներեք, որ երկար ստացվեց։ Շատ շնորհակալություն Տիկին Բալայան, տառսուցման թեման շարունակելով մի հարց էլ ձեզ ուղղեմ, միջինը որքան ժամանակ է տրված տառսուցմանը։ Եթե կարելի է այս հարցին խնդրում եմ պատասխանեք, ժամանակի վերաբերյալ է հարցը։ Ուրեմն այնտեղ պայմանական ժամանակ է գրված ծրագրում։ Գրաճանաչություն, ենթադրենք, հիմա անգիր չեմ հիշի 190 կարծեմ ժամ, գրաճանաչություն, ենթադրենք, չգիտեմ, 50 ժամ։ Ընդհանուր գիտեմ մի բան, որ առաջին դասարանում, եթե դպրոցը տալիս է շաբաթական 8 ժամ, որովհետև գիտեք, այնտեղ շրջաբանը միջակայք է տրված տոկոսային, եւ եթե դպրոցը մայրենիին տրամադրել է 7 ժամ շաբաթական, նշանակում է 210 ժամ է ողջ տարվա համար։ Եթե 8 ժամ է տրամադրել մայրենին, մի քիչ ավելի շատ։ Բայց միևնույն է, այդ դեպքում էլ չկա սահմանափակում։ Անգամ եթե դուք ծրագրում տեսնում եք 190 ժամ կամ 150 ժամ գրաճանաչության համար, դա էլ այսպես կաղապար չէ։ Շուտ եք ավարտել, անցեք միանգամից մայրենի մեկին, որովհետև դասագիրքը ավելի շատ նյութ եւ ավելի շատ հնարավորություն է պարունակում, քան օրինակ դուք կարող եք 40 կամ 50 ժամում տեղավորել։ Մենք հենց այդ մտքով էլ ստեղծել ենք դասագիրքը, որ եթե օրինակ այս մեթոդը հնարավորություն տա երեխաներին մի քիչ ավելի արագ ավարտել գրաճանաչության շրջանը, ընթերցանության դասագրքին ավելի արագ կարող են անցում կատարել եւ ավելի լավ կարդալ սովորել։ Այնպես որ ժամային սահմանափակում չկա, բայց մենք օրինակելի թեմատիկ պլանավորման մեջ ուղղակի ձեզ կողմնորոշել են, ինչ դուք կարող եք անել։ Սովորաբար կարող եք այսպես առաջնորդվել այս մոտեցմամբ, մեկ տառին տրամադրել գոնե 2 ժամ եւ այդպես առաջ գնալ։ Միգուցե կլինեն տառեր, որոնց 1 ժամը լրիվ բավարար կլինի եւ կգա վերջին այբուբենի վերջին այդ տառերին, միգուցե 3 ժամ հատկացնելու կարիք կլինի, այդ դեպքում դուք կարող եք ուղղակի խտացնել եւ ժամերի տեղափոխություն անել։ Մի բան ասեմ, այս տարի մենք հուսանք կտակը կտա հնարավորություն թեմատիկ պլանի մեջ առանց էական դժվարություններ կրելու փոփոխություններ անել։ Այսինքն, եթե դուք անգամ օգոստոսին ներմուծեք թեմատիկ պլանը որոշակի ժամանականակով, որոշակի բաշխմամբ, համենայն դեպս իրենք աշխատում են այս խնդրի վրա, որ եթե կարիք լինի որոշակի ժամային փոփոխություններ անելու, առանց դժվարության դուք դա անեք։ Այսինքն կտեսնեք արդեն դինամիկային։ Եթե դասարանը ձեր ուզած ձևով կամ նույնիսկ ավելի լավ առաջ է գնում, դուք կարող եք ժամերը կրճատել եւ ավելի քիչ ժամեր հատկացնել հաջորդ տարերին։ Այնպես որ ձեր ձեռքում է սիրելի գործընկերներ, դուք ազատ եք ժամերի բաշխման մեջ, կարևոր է երեխաները սիրով եւ այսպես հավեսով առաջ գնան։
Շնորհակալություն Տիկին Ֆալայան։ Թեմատիկ պլանավորման վերաբերյալ մի հարց ունենք, բայց վերաբերում է 4-րդ դասարանին։ Սեպտեմբերին կունենանք համապատասխան թեմատիկ պլանավորում։ Տիկին Չիբուխչյան ջան, եթե խնդրեմ այս հարցի համար նավոյնս սպառիչ պատասխան հնչեցնեք, համեցեք։ Անպայման կունենանք, հիմա էլ ունենք թեմատիկ պլանավորում, ուսուցչի ձեռնարկում զետեղված ԴՇՀ-ի կայքում, բայց ավելի մանրամասն եւ ավելի այսպես բաց վիճակում կունենանք սեպտեմբերին պարտադիր եւ հուսով եմ, որ վստահ եմ, այսինքն, որ սեպտեմբերին մեր սեղանին կլինի նաեւ ուսուցչի ձեռնարկները, դասերի պլանավորումները, որտեղ զետեղված կլինեն նաեւ թեմատիկ պլանավորումները։ Շատ շնորհակալություն, այստեղ մենք հարց ցանկություն մաղթանք մեթոդական ուղեցույցների տպագրության առումով, որ թղթային տարբերակով եւս հասանելիություն լինի, իհարկե մենք սա ապահովելու ենք այստեղ հարցադրումը 2 անգամներ, մայրենի 4-ի եւ մաթեմատիկա 4-ի համար առանձին հարցնում են, մեթոդական ուղեցույցներ վաճառքում կամ համացանցում կլինեն, համացանցում արդեն ինչպես Տիկին Չիբուխչյանը իրավացիորեն նշեց, ԴՇ-ի կայքում կա, հասանելի է բնականաբար, Մայրենի 4-ի նկատի ունեմ վաճառքում արդեն բնականաբար այս աշխատանքը դեռ մեզ սպասում է եւ իհարկե կունենանք։ Այստեղ մի հարց ունենք, հարց ցանկություն, եթե հնարավոր է 1 տարի շուրջ կատարվող աշխատանքի ընթացքը ներկայացնեք դասագրքով, գուցե այսօր մենք սա ժամանակի սղության պատճառով, քանի որ ներածական հանդիպում է, հենց հիմա դա չկարողանանք անել, բայց գուցե ունենանք ինչ-որ մի տեսանյութ, այսինքն պատրաստենք տեսանյութ, որը կլուսաբանի, թե ինչպես կարելի աշխատել մի տարի շուրջ եւ դա տարածենք համացանցով օրինակ որպես տարբերակ։ Գուցե սրա վերաբերյալ առանձին հանդիպում անենք, որովհետեւ հասկանալի է, որ հենց հիմա, եթե մենք այս հարցի սպառիչ պատասխանը տանք, ժամանակը բավականին մեզնից այսպես շատ կտրամադրենք, բայց առաջին ներածական հանդիպումը ըստ էության նախատեսում էինք շատ ավելի այսպես սեղ ժամանականակով իրականացնել։ Այստեղ ունենք դրական արձագանքներ, որ արդեն ընտրել են գիրքը եւ խորհուրդ են տալի, շատ շնորհակալություն։ Մի հարց կա, որը կցանկանամ հիմա անդրադառնալ եւ իհարկե կորոշենք նաեւ տարի օրինակի հետ կապված ինչպես ենք վարվում։ Նոր այբենանում թեմատիկ նկարներ գրեթե չկան, տարուսուցման փուլերը պահպանված չեն, ինչպես դա կանդրադառնա ուսումնառության վրա։ Թերևս այս հարցի պատասխանը արդեն մասնակիորեն հնչեց, բայց թեմատիկ նկարների վերաբերյալ անդրադարձը ցանկանայի, որ խոսեինք սրա մասին, եթե կարելի է հիմա հակիրճ փորձենք անդրադառնալ։ Ձայնի հետ կապված, չգիտեմ, սիրելի ընկերներ, փորձեք ձեր համակարգիչներից կարգավորել, որովհետև մեզ մոտ կարծես թե ամեն բան լավ է։ Ամեն դեպքում նկատենք, որ մենք այս հանդիպումը բնականաբար ձայնագրում ենք եւ այն հասանելի է լինելու, անհոգ եղեք։ Տիկին Բալայան, տարուսուցման թեման եզրափակենք, երևի թե խնդրեմ այս հետ կապ թեմատիկ նկարների առիթով ձեր պատասխանը։ Ես ուղղակի մի բան եմ ուզում ասել, շնորհակալ եմ Անի ջան այդ հարցը բարձրաձայնելու համար։ Այո, ճիշտ եք ասում, որ այսօր բոլոր հարցերին հանգամանորեն պատասխանել չենք հասցնի եւ դասերի օրինակներ ներկայացնել չենք հասցնի, բայց սիրելի գործընկերներ, եթե պիտի ոչ մի բան չփոխվեր, եթե դուք պիտի այբենարանում նոր փնտրեիք այն ամենը, ինչին դուք սովորեիք, մենք ինչու ենք էլ աշխատում, մենք ինչու ենք էլ փոխում որևէ բան։ Եթե դուք միևնույն պիտի բացեք այբենարանը եւ այնտեղ փնտրեք այն ամենը, ինչին դուք ծանոթ եք եղել, սովոր եք եղել եւ աշխատել եք տարիներ շարունակ, ինչն է փոխվում ուրեմն։ Հետևաբար, եթե դուք ծանոթացել եք այբենարանին եւ տեսնում եք, որ այբենարանը ստեղծված է գործնական սկզբունքով, շեշտը դրված է երեխայի կյանքին, կենսագործունեությանը վերաբերող հարցերին եւ այնտեղ ուղղակի ուղեցույցում էլ, հա, այսպես հստակ շեշտադրում է արվում այն, որ պիտի մի քիչ երեխաները վեր կենան տեղից, պիտի մի քիչ այսպես նայեն այբենարանին, բայց աշխատեն այբենարանից դուրս, պիտի շատ ուսումնական ռեսուրսներ օգտագործեն, սկսած անհատական տառադարաններից, անհատական գրատախտակներից, մինչև մեծադիր տառադարաններ եւ խաղին բնորոշ տարբեր տարրեր։ Եթե օրինակ երեխան այբենարանում տեսնում է ամեն էջում, նախ ես համաձայն չեմ, որ թեմատիկ նկարները քիչ են, որովհետև դրանք բավարար են երեխայի խոսքի զարգացման ուղղված աշխատանքներ իրականացնելու համար։ Համարյա բոլոր էջերում նկարներ կան, եթե չկան տառին կից թեմատիկ նկարներ, ապա այդ նկարները կան
փոքրիկ բնագրին, փոքրիկ տեքստին կամ գրվածքին կից եւ փորձել ենք գոնե ձևավորմամբ այդպես հնարավորություն տալ, որ երեխան կարդա տեքստը, նայի նկարին, բայց միևնույն է, էլի խոսի իր կյանքի մասին, որովհետեւ եթե մենք ուզում ենք Այբենարանի հերոսներով, Այբենարանում տեղ գտած նկարների հերոսներով հարցեր լուծել, էլի մենք փաստորեն հեռանում ենք երեխայի կյանքից եւ այդ հարցերը պարզապես երեխայի հարցերը չեն։ Դրանք դասագրքում տեղ գտած հերոսների նկարների հարցերն են։ Հիմնական սկզբունքը դա է։ Հարցը, թեմատիկան, այսպես ասեմ, ընտրված է այնպես, որ դա հետաքրքրի տվյալ տարիքի երեխային, բայց հիմնական նյութը խոսակցության քննարկման պետք է լինի հենց երեխայից բխող օրինակները եւ ինչպես Տիկին Գյուլամիրյանն ասաց, միայն այդ դեպքում է հնարավոր լիարժեք զարգացնել երեխայի խոսքը։ Երեխան պիտի խոսելու ցանկություն ունենա։ Իսկ որպեսզի երեխան խոսելու ցանկություն ունենա, քննարկվող հարցը պիտի իր կյանքին վերաբերի, ոչ թե դասագրքի էջում դրված նկարին։ Ինչքան էլ փորձենք շատ սիրուն նկարներ դնել, խոսուն նկարներ դնել եւ այլն, շատ լավ գիտեք, օրինակ այնտեղ մենք մի նկար ունենք, որը շատ սիրուն նկար է, մենք շատ սիրում ենք եւ դրել ենք հենց մի բանի համար, որ երեխայի բառապաշարը հարստանա կենդանիների անվանումներով։ Բայց երեխաներ կան, որ ոչ կով են տեսել, ոչ էշ են տեսել, ոչ հնդկահավ են տեսել, ոչ, չգիտեմ, բայց իրենք դա տեսել են կամ նմանատիպ կամ ուղղակի կենդանիներ տեսել են, երբ որ այցելել են կենդանաբանական այգի, երբ որ մեկնել են օրինակ Դուբայ հանգստանալու եւ այցելել են այնտեղ կենդանաբանական այգի, երբ որ ճամփորդել են տարբեր երկրներում իրենց ընտանիքների հետ եւ այնպիսի կենդանիներ են տեսել, որ ոչ Այբենարանում կա, ոչ էլ մենք ենք դա տեսել։ Հետեւաբար մտածենք այսպես, որ մեր զրույցը պիտի լինի ոչ թե միակողմանի եւ ոչ միայն Այբենարանում զետեղված նկարների ու, չգիտեմ, բառերի շրջանակում, այլ պիտի մեր կյանքի մասին լինի, ուսուցչի կյանքի, երեխաների կյանքի եւ այդ սովորելը պետք է լինի երկուստեք։ Մենք էլ երեխաներից այնպիսի բաներ կլսենք տվյալ թեմայի հետ կապված, որ ոչ Այբենարանում կա, ոչ էլ մենք դա ապրել ենք։ Շատ լավ գիտեք, որ երեխաները տարբեր տեխնոլոգիական միջոցներով շատ ավելի շատ ինֆորմացիա ունեն, քան մենք։ Մեզ ինչ է մնում ուղղորդել դա, համակարգել դա եւ չափորոշչային վերջնարդյունքներին համապատասխան այսպես հղկելով, լրացնելով գնալ առաջ։ Այսինքն պիտի կենտրոնանալ հմտությունների վրա։ Եվ եթե օրինակ ուզում եք ինչ-որ մի նկար քննարկել, բայց այդ նկարը չեք գտնում Այբենարանում, եւ տեսնում եք, որ այդ թեման ձեր դասարանին հետաքրքրում է, Փառք Աստծո, մենք ունենք թե համակարգչային սենյակներ, ունենք համակարգիչներ եւ ունենք հեռախոսներ։ Մենք կարող ենք այդ հնարավորությունը երեխաներին տալ, իրենք դիտեն այն նկարը, որ դուք ուզում եք քննարկել եւ միասին փորձեք զրուցել այդ թեմայի շուրջ։ Եվ ասեմ ձեզ, որ Զանգակ հրատարակչության նախորդ տարիներին հրատարակած գրքերում, օրինակ ինչպես պլանավորել մայրենի դասը երկրորդ դասարանում, երրորդ դասարանում, չորրորդ դասարանում, այսպես ստվարածավալ գրքեր են, եթե չեմ սխալվում, դրանք սպառվել են կամ միգուցե որոշները դեռ կան Զանգակում, մենք այնտեղ մեթոդական հնարների եւ մեթոդների լուրջ նկարագրություն ենք տվել բազա եւ կարծում եմ, որ այդ մեթոդների այսպես կիրառումը հենց այնպես պիտի չանցնի։ Դուք դրանք հանգիստ կարող եք բերել եւ երեխայի խոսքի զարգացման, կարդալու կարողությանը միտված աշխատանքներում հանգիստ օգտագործել։ Այսինքն մի դրեք մի կողմ այնինչ կա, դրանք բերեք եւ արդյունավետ օգտագործեք այստեղ։ Ես կարծում եմ, որ այսպես անհանգստանալու կարիք չկա, եթե մենք դասարանը վերածում ենք հետաքրքիր լաբորատորիայի, որտեղ յուրաքանչյուր երեխա մասնակից է, ստեղծող է, կարծիք արտահայտող է եւ դրա իրավունքը լիարժեք ունի։ Շնորհակալություն Տիկին Վալյան։ Սիրելի գործընկերներ, հուսանք այս հնչեցված հարցերի պատասխանները ձեզ գոհացնում են, մենք մեկնաբանությունից դա հասկանում ենք։ Այստեղ մեթոդական ձեռնարկների հետ կապված նախ աշխատանքային տետրերի վերաբերյալ պարոն Մկրտչյանը ասաց, որ մենք ունենալու ենք բնականաբար աշխատանքային տետրեր սեպտեմբերին ընդառաջ կարող է հանգիստ լինել, օգոստոսի երկրորդ կեսին ամենաշուտ մենք դրանք իհարկե արդեն կունենանք վաճառքի նպատակով, այստեղ մենք ունենք մեթոդական ձեռնարկների վերաբերյալ հարցեր, որ լավ կլինի, որ յուրաքանչյուր դպրոցին մեկ ձեռնարկ տրամադրվի եւ այս մասը թերևս ենթադրվում է, որ պարոն Մկրտչյան երևի կխնդրեմ, որ դուք անդրադառնաք սրան, որովհետեւ նկատի ունենալով, որ այն եթե դպրոցը ընտրում է մեր դասագիրքը, որ մեթոդական ձեռնարկը մեր կողմից տրամադրվի իրենց, ինչպես հասկացա։ Հնարավոր չի յուրաքանչյուր դպրոցի ուղարկել իր ընտրած գրքի մեթոդական ձեռնարկը։ Այսպիսի հարց ունենք, եթե խնդրեմ արձագանքեք եւ ըստ էության մնացած արդեն ջերմ եւ ոգևորիչ խոսքեր ենք տեսնում։ Համեցեք։ Հնարավոր չի։
Հնարավոր է, բայց կտրամադրենք թե չենք տրամադրի չգիտեմ, բայց բոլոր դեպքերում դրանց PDF տարբերակները կա տեղադրված կայքում, դուք կարող եք հանգիստ օգտվել դրանցից ու մեր վաճառքի բաժնի հետ մենք կքննարկենք, եթե դպրոցը ամբողջապես օգտվում է եւ մեր դասագրքերից եւ օգտվում է մեր ստեղծած տետրերից, ձեռնարկներից, գից ձեռնարկներից եւ այլն, եթե կոմպլեկտը ինքը ընդհանուր վերցնի, այո, շատ հնարավոր է, որ մենք մեկ օրինակ անվճար տրամադրենք այդ դպրոցին։ Շատ շնորհակալություն, պարոն Մկրտչյան։ Այստեղ մենք ունենք եւս մեկ հարց, որը դասերի պլանավորմանն է վերաբերում, ըստ էության կարող ենք արդեն այսօր եզրափակել։ Բացի ուղեցույցից կունենանք դասերի պլանավորումներ 4 դասանում, նկատի ունեն մեթոդական ձեռնարկից դուրս հավանաբար, ենթադրում եմ, գուցե կարիք կա հարցը մի քիչ ավելի հստակեցնելու։ Եթե նկատի ունեք մեթոդական ձեռնարկից դուրս դասերի պլանավորումները, շատ ներողություն։ Ներողություն եմ խնդրում այս տեխնիկական խնդրի համար։ Հարցադրում այսպիսին է, բացի ուղեցույցից կունենանք դասերի պլանավորումներ 4 դասանում։ Շնորհակալություն։ Տիկին Չիբուխչյան, երևի էլի խոսքը ձեզ տրամադրեմ, խնդրեմ, թեմատիկ պլանավորումից հետո նաև դասերի պլանավորումը առանձին հավանաբար յուրաքանչյուր Դասերի պլանավորումը ուղեցույցից դուրս չի լինի, հենց ուղեցույցում ինքը կընդգրկվի դասերի պլանավորումը։ Այսինքն կա ըստ էության, ունենք, նկատի ունենալով, որ արդեն կա ձեռնարկում Հավելյալ դրանից ավելի մանրամասնը ենթադրում եմ, որ կարիքը չկա ուղղակի։ Շատ լավ, շնորհակալություն։ Այստեղ մենք հասկանանք, այստեղ ԵՄԻՍ-ի մասին հարց կա, որը ենթադրում եմ, որ այս փուլում մենք դրա հետ կապված չենք կարող ինչ-որ ճշգրտում անել, ԵՄԻՍ-ում հենց կլինի թե չէ։ Հրաշալի, շատ շնորհակալություն, որ ջերմ ոգևորող խոսքեր եք մեզ հղում։ Մենք ունենք այստեղ բանավոր հարցի, ուրեմն հետ կապված մեկ համեցեք Հասմիկ Մելքոնյանը մեզ հարցում է խնդրեմ Բարև ձեզ, ողջունում եմ բոլորին, շնորհակալություն։ Խոսքս ավելի ճիշտ հարցս ընկեր Բալայանին է ուղղված, եթե կարելի է։ Մեզ ժամանակահատված է տրամադրված, որպեսզի ընտրենք դասագրքերը։ Ես անկեղծ ասած 4-րդ դասարանում ցանկանում եմ ընտրել ընկեր Բալայանի դասագիրքը, բայց այսպիսի մի փոքրիկ խնդիր կարծես կա, մինչև այս դասարանը օգտագործել ենք ուրիշ դասագիրք, ուրիշ հեղինակից, կուզենայինք նաև ուսուցիչներով քննարկել ենք, մեր ուսուցիչներով, շատ ենք ցանկանում, որ դասագրքերի շղթայական կապը պահպանվի, նաև երկրորդ, երրորդ դասարանում լինի նույն դասագրքերը, նույն հեղինակների դասագրքերը, բայց ես ուսումնասիրել եմ երկրորդ դասարանում կարծես թե դեռ չկա Աստղիկ Բալայանի դասագիրքը, այդպես կուզենայիմ իմանալ տեղեկանալ կարող ենք երրորդ դասարանի համար մենք այս տարի դիմել, որպեսզի ընտրենք Աստղիկ Բալայանի նախորդ տարվա դասագիրքը, որպեսզի շղթայական այդ պահպանվի հեղինակային շղթան էլի, չկտրվի ուրիշ հեղինակից հանցում չկատարենք մեկ այլ հեղինակի, որովհետև ամեն դեպքում մենք ինչպես նշեցիք այստեղ յուրաքանչյուր հեղինակ պահպանում է իր կապը դասագրքային։ Շնորհակալ եմ, եթե հնարավոր է։ Շնորհակալություն շատ։ Նայեք, ես այդ հարցին կպատասխանեմ։ Տեսեք, ոնց է տարական դասարաններում դասագրքերը բաշխվում։ Ուրեմն միայն այբ բենարանը ամեն տարի պետությունը գնում եւ բաժանում է երեխաներին։ Միայն այբ բենարանը։ Մնացած մայրենի 1-ը, 2-ը, 3-ը, 4-ը 3 տարին 1։ Հիմա եթե դուք ընտրել եք մեր դասագիրքը կամ ընտրել եք մի այլ դասագիրք, ենթադրենք երրորդ դասարան, այս տարի ձեր երրորդ դասարանցիները պիտի անցնեն այդ ընտրված դասագրքերը, որովհետև աշակերտները փոխանցում են մեկը մյուսին։ Իսկ մյուս տարբերակը, եթե դուք ուզում եք, որ երրորդ դասարանը դասագիրք փոխվի, բնականաբար պետությունը չի կարող գնել եւ տալ ձեզ, որովհետև դուք արդեն մի տարի օգտագործել եք, դուք զուտ կարող եք ինչ-որ զեղչերով զանգակից գնել։ Եթե պատրաստ եք գնելու, այո, կարող եք փոխել, որևէ մեկը ձեզ չի արգելում այդ փոփոխությունը անելու համար, բայց պետությունը ձեզ չի նվերելու այդ գրքերը։ Այսքան բան։ Բայց ինչ վերաբերում է մի գրքից կատարել մի այլ գրքի, միշտ կարող եք դա անել, այդպես չի որ այս գրքերը, եթե դուք ընտրում եք կամ տեսնում եք, որ ավելի լավ գիրք կա, դա կլինի զանգակին թե մի ուրիշինը, դուք ցանկացած պահի իհարկե կարող եք ձեր գիրքը հաջորդ ընտրության դեպքում փոխել կամ նոր գրքեր ձեռք բերել,
տվյալ հրատարակությունից եւ փոխել գրքերը, եթե հավանում եք մեկ այլ գիրք կամ հավանում եք մեր գրքերը։ Շնորհակալ եմ շատ։ Անի ջան, եթե կարելի է ես մի փոքր այս հարցի հետ կապված մի բան ասեմ, սիրելի գործընկերներ, Հասմիկ ջան, ուրեմն երբ որ մենք որևէ գրառում ենք իրականացնում թեկուզ սոցիալական էջերում, հատուկ նշում ենք, որ դասագրքերը որևէ հեղինակի չեն պատկանում, դրանք զանգակ հրատարակչության դասագրքերն են։ Եվ երբ որ օրինակ նույնիսկ այդ ամեն ինչից հետո հարց է ուղղվում կամ ինչ-որ նամակ է գրվում ու որևէ հեղինակի անուն է առանձին գրվում, ես կամ հենց հրապարակային ձևով կամ մեսենջերով առանձին այդ մարդուն նշում եմ, գրում եմ, որ խնդրում եմ կամ բոլոր հեղինակների անունները նշեք, կամ ուղղակի զանգակ հրատարակչություն նշեք, որովհետև դասագիրքը, ինչպես տեսնում եք, մեծ թիմ է միացել եւ այդ դասագրքերը ստեղծվել է զանգակ հրատարակչության կողմից։ Դա հեղինակի գիրք չէ, հա, դա զանգակի թիմային աշխատանքի գիրք է եւ ես շատ շնորհակալ եմ, որ դուք գնահատում եք զանգակի այս մոտեցումը եւ զանգակի ստեղծած արժեքները կարեւորում եք եւ ընտրում եք։ Շատ շնորհակալ ենք դրա համար, դա իրոք մեծ պատիվ է, բայց նաեւ ինչպես սկզբում ասացի, մեծ պատասխանատվություն։ Ու ճիշտն ասած, ես այնքան էլ չեմ ուրախանում, որ իմ անունը առանձնացնում եք, որտեղ դա նշանակում է, որ ծանր բեռ եք դնում իմ ուսերին, որ ես իսկապես չեմ ուզում մենակ տանել, այնպես որ խնդրում եմ նկատի ունեցեք, որ զանգակի բոլոր գրքերը ստեղծված են նույն հայեցակարգով եւ եթե դուք օրինակ որոշել եք այս տարի ընտրել զանգակի առաջին դասարանի դասագրքերը, նշանակում է դուք մայրենիում էլ մաթեմատիկայում էլ, երաժշտության մեջ էլ, կերպարվեստի մեջ էլ տեսնելու եք նույն ձեռագիրը, տեսնելու եք նույն մոտեցումը։ Իհարկե հուսանք հաջորդ տարիներին կլինեն նաև մյուս դասարանների երկրորդին օրինակ, եւ դա կլինի իսկապես ամբողջական լիարժեք շղթա։ Այս տարի 4-րդի հետ կապված իհարկե կարծում հանդիպում կլինի եւ կխոսենք, եւ նաեւ կլինի մայրենի 1-ի հետ կապված, Այբեն հետ կապված լրացիչ հանդիպում, մի քիչ ավելի մեթոդական հարցերի շեշտադրման, բայց նորից եմ ասում, այն բոլոր նամակները, որ ստանում ենք եւ նշում եք, որ ընտրել եք զանգակի դասագիրքը, մենք իհարկե շատ ուրախ ենք եւ պարտավորված ենք ավելի լավ աշխատելու։ Շնորհակալ եմ հարցի համար։ Բայց անկախ ամեն ինչից առաջի դասարանի հարցում պետքա շատ ուշադիր լինեք ու շատ լուրջ վերաբերվեք դրան, որովհետև երկրորդ, երրորդ, չորրորդ դասարանները, ասենք հաշվի առեք, որ այս պահին ձեզ առաջարկվող դասագրքերը ենթադրենք ընտրում եք մեկ այլ հրատարակչության դասագիրք, Այբեն մայրենի, միևնույնն է երկրորդ, երրորդ, չորրորդ դասարանի դասագրքերը չկան։ Այլևս այդ հրատարակությունը չունի, դեռ չի հրատարակել, կարող է մի քանի տարի հետո հրատարակի, բայց եթե ընտրում եք զուտ, սա ես ասում եմ ոչ թե ռեկլամի համար, այլ որպես ձեր ընկեր, արդեն մենք 20 տարի, 30 տարի ընկերություն ենք անում։ Իսկ եթե ընտրում եք զանգակի դասագրքերը, զանգակուն է արդեն երրորդ, չորրորդ դասարանը, բայց այդ մյուս այլընտրանքային դասագիրքը որ ընտրեք, այս վերջ, առաջ տարին օգտագործեցիք, վերջակետեք դնելու, որտեղ երկրորդ, երրորդ, չորրորդը չկա։ Երկրորդ, երրորդ, չորրորդը պիտի ընտրեք կամ նորից զանգակը կամ գնեք, որովհետև արդեն պետությունը բաժանել է կամ էլ չգիտեմ ոնց։ Մի խոսքով լուրջ մտածեք, նոր ընտրություն կատարեք։ Ես շատ շնորհակալ եմ, ընկեր Բալայան, շնորհակալ եմ նաև նկատառման համար, որ չնշեցի սկզբում զանգակ հրատարակչության դասագրքի մասին, պարզապես այդպես որ ձեզ եմ անմիջական ծանոթը, միշտ հետևում եմ ձեր վեբինարներին, անմիջապես խոսքս ուղղեցի ձեզ, շնորհակալ եմ շատ։ Մենք էլ ենք շատ շնորհակալ։ Խնդրեմ Նարինե ջան, համեցեք ձեր հարցը հնչեցրեք, նաև այստեղ ունենք եւս մեկ հարց Մարիետայի կողմից եւ ըստ էության այսօրվա համար փորձենք եզրափակել։ Համեցեք Նարինե ջան։ Բարև ձեզ։ Չգիտեմ որքանով է տեղին հարցը, բայց կուզենայի իմանալ այս տարի գիտելիքների ստուգում 4 դասարանն լինելու է, թե չէ Տավուշի մարզում։ Այո, Տավուշի մարզում գիտելիքների ստուգում լինելու է, դա արտաքին ստուգում է համարվում, իրականացվելու է ԳԹԿ-ի կողմից, իրենք ձեզ կտեղեկացնեն արդեն, թե որ օրը, որ ժամին պետք է երեխաները գան, անցյալ տարի դա իրականացվել է մեկ օրվա ընթացքում, 2 առարկաներն էլ, ուրեմն երեխաները, ինչպես? 3 առարկաները, մաթեմատիկա, մայրենի, Դե հա, ինտեգրված, այսպես ասեմ, ինտեգրված թեստով, այս տարի գիտեմ,
որ ԳԹԿ-ն այդ ուղղությամբ աշխատում է, մենք որևէ կազմակերպություն դրա հետ կապ չունի, իրենք կգան տնօրեններին կտեղեկացվի նախապես եւ արտաքին ստուգում կիրականացնեն, դուք գրավորները նախապես չեք տեսնելու, գրելուց հետո էլ չեք տեսնելու, ԳԹԿ-ն ուղղակի հավաքելու է դրանք եւ իրականացնելու է վերլուծություն։ Դուք ընդհանրապես կազմակերպելու եք գործընթացը։ Այդպիսի մի բան, բայց արվել է մի 10 օր առաջ մեր մարզում։ Դե ուրեմն արվել է։ Դա արտաքին ստուգում է, դա գիտելիքների ստուգում ասել, որ պիտի ինչպես ամեն տարի եղել է, այդպես չի լինելու։ Ուզոտ ինֆորմացիայի համար է դա պետք։ Շնորհակալություն։ Մարիետա ջան, դուք հարց էիք գրել, հարցի իրավունք էիք խնդրել Այո, շնորհակալություն խոսք տալու համար։ Ես մի այսպիսի հարց ունեմ։ Մեր դպրոցները երկու դպրոց միաձուլվել են ու այս տարվա երրորդ դասարանցիները անցնում են երկու հեղինակների դասագրքերով եւ հիմա ես որ պիտի պարապեմ հաջորդ տարի երրորդ դասարան կցանկանայի ունենայինք բոլորս այդ ձեր ստեղծագործական խմբի զանգակ հրատարակչության գիրքը հնարավոր է արդյոք պետական մակարդակով իհարկե այդ հարցին լուծում տալ դիմենք ում ինչպես դիմենք խորհուրդ ձեզանից եթե կարող եք օգնել շնորհակալ կլինենք նախապես շնորհակալություն Շնորհակալություն շատ հարցի համար այստեղ պարոն Մկրտչյան ինչ որ ուղղորդում կարող ենք անել Ձեր ձայնը խնդրում եմ միացրեք պարոն Մկրտչյան Անկեղծ ասած լավ չլսեցի հարցը, որ խնդրեմ մի հատ կկրկնես անի։ Դպրոցների ես ասեմ դպրոցների միաձուլման արդյունքում երկու զուգահեռ դասարան ունեն տարբեր դասագրքեր մայրենիից։ Եվ հիմա ես որ պիտի պարապեմ երրորդ դասարան հաջորդ տարում, ցանկանում եմ օգտվել ձեր ստեղծագործական խմբի գիրքը, բայց մտածում եմ մյուս դասարանը կվերցնի, ես կմնամ կամ ես վերցնեմ, մյուսը կմնա, երկուսս ինչպես կարող աշակերտ են։ Այս պահին 30 աշակերտ իմ դասարանում է, 35 մյուս դասարանում։ Հա, երկու դպրոցներ միացել են իրար։ Այո։ Շատ լավ, դուք կապվեք մեր հետ, մենք փորձենք ձեզ օգնել։ Շնորհակալություն։ Մենք էլ ենք շնորհակալ եւ մեր Գայանե Ավագյանը ցանկություն ունի հարց հնչեցնելու եւ սրանով այսօրվա համար սիրելիներ կեզրափակենք հաջորդիվ հանդիպելու ակնկալիքով համեցեք Գայանե ջան խնդրեմ Բարև ձեզ Յուրաքանչյուր նորամուծություն ողջունելի է եթե հինը իրեն սպառել է Երկար տարիներ կիրառել ենք Վաչագան Սարգսյանի այբենարանը եւ ինձ թվում է ուսուցիչները համակարծիք են որ հեշտ յուրացվող հետաքրքիր եւ գրավիչ դասագիրք է Ինչու՞մն է կայանում խնդիրը, որ դասագիրքը դուրս մղվեց։ Եվ հաջորդ հարցը, որևէ դպրոցում փորձարկվել է նոր դասագիրքը։ Ինձ թվում է 6 տարեկաների առանձնահատկությունները հաշվի առնելով կարելի է փորձարկել հետո ներմուծել դպրոցներ։ Գայանե ջան, ես կպատասխանեմ քո հարցին։ Սա այն հարցն է, որ մենք իրավասու չենք դրան պատասխանելու, մենք առաջնորդվում ենք պետության կողմից ձեռնարկված քայլաշարով, իհարկե հենց անձամբ ինքս էլ եմ շատ ցավում Վաչագան Սարգսյանի գրքերի համար, որ դուրս է մղվել, շատ, ես կուզենայի, որ գոյություն ունենար եւ նա մեզ համար նաեւ լուրջ մրցակից դասագիրք էր, որը կստիպեր, որ մեր գրքերը ավելի լավանային։ Եվ այդ մրցակցության արդյունքում իհարկե գիրք ավելի կլավանար եւ իրականում այդ մարդը այդքան երկար տարիների փորձ ունեցել այդքան երկար տարիների ավանդը ներդրել այդ գրքերի մեջ ու շատ ցավալի է, բայց դա մեզ հետ բացարձակ կապ չունի, բացարձակ։ Մենք որևէ ձևով չենք կարող ասենք ոչ ընդառաջել, ոչ որևէ մի քայլ կատարել։ Մրցույթ հա, մրցույթին մասնակցում ենք ու վերջ հանձնաժողովներն են որոշում, թե ում դասագիրք անցնի, ումը չանցնի։ Լավ։ Շնորհակալություն։ Իսկ որևէ դպրոցում փորձարկվել է դասագիրքը։ Իհարկե ոչ, որովհետև դասագիրքը ստեղծվել է հենց այս տարի, նոր կարգն է այդպես, բոլոր դասագրքերը ստեղծվում են, անմիջապես գնում են մրցույթի, մրցութային հանձնաժողովը 10-15-20 օր նայում են, դիտարկումներ են անում, դիտարկումները հետ են ուղարկում մեզ, մենք այդ համապատասխան դիտարկումների շուրջ աշխատանքներ են կազմակերպում, մոտորապես 1-2 ամիս այդ ընթացքը տևում է առանց փորձարկման եւ կանոնակարգով փորձարկում նախատեսված չի դասագրքերի։ Եղավ, շնորհակալություն։
Մենք էլ ենք շնորհակալ։ Սիրելի գործընկերներ, թերևս այսօրվա համար փորձենք մեր հանդիպումը եզրափակել։ Շատ շնորհակալություն ակտիվության, հետաքրքիր կարևոր հարցադրումների եւ ձեր ներկայության համար։ Շնորհակալ ենք ոգեշնչող եւ իհարկե պարտավորեցնող խոսքերի համար։ Ինչպես պարոն Մկրտչյանը եւ մյուս բանախոսները իրենց խոսքերում նշեցին, մենք շարունակելու ենք ամենօրյա ռեժիմով օրակարգով աշխատել մեր դասագրքերի, ուսումնաօժանդակ նյութերի, ինչպես նաեւ այն ամենի շուրջ, ինչը անհրաժեշտ է, որպեսզի դուք ձեր դասարաններում այս առարկաները մատուցեք հնարավորինս համակարգված, բովանդակալից եւ ժամանակակից պահանջներին համապատասխան։ Ի հավելումն այս խոսքից նշեմ, որ վաղն մեզ մոտ հանդիպում է լինելու ժամը 6-ին արդեն երաժշտություն առաջին եւ 4 դասարանների դասագրքերի հեղինակների եւ ստեղծագործական թիմի հետ։ Սիրով սպասում ենք բոլորիդ, իսկ Այբենարան Մայրենի 1, Մայրենի 4 դասագրքերի վերաբերյալ առաջիկա հանդիպումների վերաբերյալ դուք իհարկե կիմանաք մեր Facebook-յան պաշտոնական էջից եւ մշտապես մենք հասանելի ենք բոլորիդ համար, բոլոր հարցերին միշտ պատրաստ ենք պատասխանել եւ համատեղ գտնել բոլորի համար եւ պատասխաններ եւ լուծումներ։ Շատ շնորհակալություն հատկացված ժամանակի համար, այս ձայնագրությունը ձեզ համար հասանելի կլինի, ամենայն բարին, բարի մեկնարկ եւ իհարկե ի օգուտ աշակերտի ամենակարևոր որոշումը կայացրեք, մենք սիրով սպասում ենք բոլորիդ արձագանքներին։ Շնորհակալություն բոլորիդ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։